Ես ուզում եմ սկսենք մեր այսօրվա զրույցը դասական Եվրատեսիլի ֆիլմից, որը բավականին հետաքրքիր էր ու նույնիսկ հանրայինի համար փորձարարական էր, վստահ եմ թե ռեժիսորի տեսանկյունից, թե մասնակիցների, թե հենց օպերայի եւ թե մեր։ Այսօր կխոսենք համ օպերայի շենքի առանձնահատկությունների մասին, համ մեր ֆիլմի մասին։ Նաև չմոռանալով, որ այս ամենը նվիրված է օպերայի ու բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքի 100-ամյակին, եւ սա էլ ֆիլմը մեր նվերներ հանրայինի կողմից թատրոնի շենքին 100-ամյակին։ Դե ոնց հասկացանք, հավաքվել ենք իրար գովանք։ Սկսենք։ Իրականում հա շատ կարևոր է ու այս քննարկում ենք երևի թե ում հետ որ քննարկումներ մենք ունեցել ենք, դասական Եվրատեսիլում նման բան չի եղել, որ նախ այսքան ռեսուրս չեն ծախսել երբեք սենց բան անելու համար եւ երկրորդը այս ֆորմատը չենք ունեցել ու երբ որ առաջին անգամ քննարկում ենք ընդհանրապես այս գաղափարը, ես հիշում եմ, որ նայելու բան չկար, որ նայենք օրինակ վերցնեինք, ասենք այսպես բան են անում, կարելի է վերցնել օրինակ, հա, իրեն մենք տենց օրինակ չունենք փաստացի ու տենց զրոյից սկսեցինք մտածել ինչա պետք անել։ Իդեպ ես ձեզ ասեմ, մեզ համար շատ անակնկալ էր, որովհետև երբ մենք քննարկում էինք, դեռ չէինք ֆիքսել, որ օպերայի շենքի 100-ամյակն է։ Իրականում ընթացքում արդեն ֆիքսեցինք, որ 100-ամյակն է, կարծես թե առաջին անգամ իրար հետ երբ որ խոսում ենք այս գաղափարից, չենք ֆիքսել մենք, որ 100-ամյակն է, հետո ֆիքսեցինք ու սենց ամեն ինչ իրար հետ դասավորվեց, եկավ հա իրար հետ կառուցվեց ու ստացող sense վստահության շուրջ էլի ոնց որ եղավ, քանի որ տեսանելի չէր ու բացատրելի չէր, պարը ոնց պետք է լինի կամ չգիտեմ կամերայի շարժը կամ ընթացքը ոնց պետքա լինի, այդ ոնց որ փոխադարձ sense վստահության վրա կառուցվեց էլի այդ ամեն ինչը։ Ես շատ կուզեմ, որ մենք ֆիքսենք ոնց է այս ամեն ինչը եղել։ Իրականում ես շատ շնորհակալ եմ մայեստրոյին, որ չմերժեց մեր առաջարկը, որովհետև առաջին անգամ երբ որ եկել էինք այստեղ քննարկումների, մենք տարածքը առաջին անգամ այդ ժամանակ նայեցինք, տարեսկզբին էր, հիշում եմ։ Ու երբ մենք շրջում էինք տարածքում, վրեժը մեզ ցույց էր տալիս ինչեր կա այստեղ, ինչեր կարելի է օգտագործել, մենք բարձրացանք տանիք ու այդտեղից արդեն միտք առաջացավ, որ իսկ ինչի տանիքում չենք անում ինչ-որ մի բան, չի չենք օգտագործում շենքը, հատկապես երբ որ արդեն ամռան էր միջոցառումը լինելու, միանգամից վերադարձա մայեստրոն հյուրեր ուներ, հյուրերի ներկայությամբ էլ հենց խոսեցինք, որ կարող ենք անել նմանատիպ բան մենք օպերայի դրսում տանիքին։ Եվ իրականում դա ունեցավ շարունակություն, որովհետև օպերային թատրոնը սկսեց նոր նախագիծ, երևանյան էտյուդներ, քանի որ Սպենդիարյանը ունի երաժշտական ստեղծագործություն, որը կոչվում է Երևանյան էտյուդներ, փաստորեն այս գաղափարի շարունակությունը նաև եղավ, որ մենք տանիքում սկսեցինք համերգներ վերջերս որ դրսում համերգ էր փաստորեն, որտեղ սրա շարունակությունը։ Այո, այդպես է ստացվում, որտեղ մենք պլանավորել ենք արդեն մոդեռն բալետի ցուցադրում այնտեղ, դասական երաժշտություն կա, ինչի անշուշտ նաև ջազ, բայց գաղափարը եւ այն պատկերը, որ մենք տեսանք, իսկապես ֆանտաստիկ գույներով, ֆանտաստիկ ռեժիսուրայով եւ ընդհանրապես այդ ամբողջ գաղափարը մենք հիմա փորձում ենք կներեք էգոյի համար, փորձում ենք այդ գաղափարը օգտագործել նաև Իշահ թատրոնի։ Եվ այնտեղ մենք կազմակերպում ենք մի քանի շարք ներկայացումներ նաև։ Բայց այդ պահը շատ պատասխանատու է, որ դու մի հատ կարևոր շենք ես ներկայացնում ու հանկարծ դե ոչ մի սխալմունք չանես, ընդհակառակը դա զարգացնես, որտեղ պայտակ այդ մտքովը տանցնում է էլի, որ դու կարող ես մի հատ այնպես բան անես, որ շենքի արժեքին կամ ինչ որ մի հատ թեթև, քանի որ օրինակ նույն Ռուբենի հետ շատ ենք այդ խոսում, որ երբ որ ստեղծագործություններն էր ընտրվում, թե ինչ հերթականությամբ պետք է ինքը ընդհանուր սցենարը զարգանա, քանի որ ի սկզբանե ենթադրենք մեկը Գայանե բալետից է, մեկը Սպարտակից է, դրանց համադրությունը մի քիչ դժվար էր պատկերացնելը, որտեղ
այդ կոնկրետ այդ ստեղծագործությունները ունեն ուրիշ պատմություններ, այստեղ լրիվ պատմությունները պետքա փոխվեն։ Ու քանի որ այդ ոնց որ ժամանակներ շատ կարճ էր, որ երկար դա պատմվեր կամ իր առանձին սցենարի վերածել, ոնց որ այդ սկզբից որ ասացի այդ վստահության վրա էր, ոնց որ տենց ուղղակի գնում էինք այդ ուղղությամբ, որ պետքա սա հնարավորինս բայց հատկանշականը նաև ժամկետների մասին խոսենք, որովհետև ժամկետները շատ սուղ էին, շատ սերված։ Մեր ցավոտ կետ է, էլի։ Վայ, ու ընդ որում մյուս խնդիրն էլ եղանակն էր, քանի որ տանիքը արդեն շատ գայթակղիչ էր, շատ հետաքրքիր ու գեղեցիկ էր, տանիքից երբևէ նման ֆորմատի ու նման մասշտաբների ոչ մի նկարանումներ կամ շենքի հետ կապված պատմություն չի անդրադարձ եղել երբևէ։ Դրան նպաստում էր եղանակը նաև։ Մենք վարավոտները Արամայիսի հետ ու մնացած մեր ընկերներով աղոթում էինք, որ հանկարծ անձրև չկա, բայց վերջերը միևնույն անձրևել եկավ։ Բայց պատասխանատվության մասով հա Արամայիսի հետ ես էլ եմ համաձայն, որովհետև այո մենք խոսում ենք մի կառույցի մասին, որը մի քիչ գուցե անհամեստ է, բայց ոչ միայն Երևան, այլ Հայաստանի սիմվոլներից մեկն է։ Իսկ այն Հայաստանը արդեն սկսում են ճանաչել սիմվոլներով։ Կասկադն է դա, չգիտեմ, մեր ջերմուկն է, տարբեր քաղաքներ, բայց դրա հետ մեջ նաև ներառված է անպայման մեր մայր թատրոնը, այսինքն մեր օպերային թատրոնը։ Ու մոտենալ այդ թատրոնին ու առաջին անգամ նման մրցույթի ժամանակ նման անդրադարձ այդ հանգստի ժամին դու մի ամբողջ պատմություն ես ցույց տալի։ Ու եթե չեմ սխալվում, որ երկիրն էր, որ մեզանից որտեղ պետք է լինի, Լատվիա։ Լատվիա։ Չէ, հիմա դարձել է ամենամյա, Հայաստանի սկսեց ամենամյա, մյուսը Լատվիա է, քաղաքի անունը չեմ հիշում, շատ բարդ է։ Դուք կփաստեք ինձ թվում է, պարոն Մովսյան, որ կազմակերպիչները նրանց դելեգացիաները վախեցել են, ասում են դուք ես ինչ նշաձող եք սահմանը, հիմա մենք ինչ ենք անելու մեր մոտ երբ որ պետք է անցկացվի։ Իրանք եկել էին ստեղ։ Շատ լավ բան հիշեցրեցիր։ Եկել էին ստեղ վախեցած կանգնած են, ասում են, բա մենք ինչ ենք անելու։ Բայց ես առաջարկում եմ սենց բանան ենք, սկզբից սկսելով գնանք, որովհետև թեմաները շատ է սենց բանը ստեղից այնտեղ կգնան։ Եթե կարելի է սկզբից, ուրեմն պետք է ասել բարձրաձայնել եւ ասել ազգովի շնորհակալություն Մեծ Ընթամանյանին, որ նվիրեց այս շենքը Հայաստանին, իր ճարտարապետության եւ գեղեցկությամբ եւ ինչպես Ռուբենն ասել սիմվոլը եւ այո այն փաստաթուղթը, որը ստորագրվել է, որ պետք է հիմնվի թատրոնը, դա արդեն 100 տարեկան է, 100 տարի անց այս շենքը գործում է եւ նվիրում է ուրախություն ոչ միայն մեր բնակիչներին, այլ տուրիստներին, որովհետեւ ասում են բոլորը ապշած գնում են եւ պատմում են այս կառույցի մասին։ Նաև պետք է շնորհակալություն հայտնենք այն կազմակերպիչներին, ովքեր շեշտադրումը դրեցին դասական եվրատեսիլին, որովհետև կարծես թե շատ մոդայիկ էր ընդհանրապես եվրատեսիլը եւ այն պոպ երաժշտությունը կամ այն երաժշտությունը, որտեղ դասականից, այսպես ասած, մի քիչ հեռու են, եւ ուզում եք շնորհակալություն հայտնել, որ դասական եվրատեսիլը անցկացրեցիք մեր օպերային թատրոնի շենքում։ Դա առանձին շնորհակալություն, որովհետև օպերային թատրոնը ուղղակի մեկ ֆիլմի շնորհիվ դարձավ միջազգային աստղ, պետք է ասեմ։ Դուք զգում եք։ Այո, որովհետև մենք տարբեր նամակներ ենք ստանում, որտեղ ուղղակի տարբեր տնօրեններ, որտեղ մենք եվրոպական թատրոնների այլ ընտանիքի անդամ ենք եւ տարբեր նամակներ ենք ստանում, որտեղ ուղղակի շնորհակալություն են ասում եւ ասում են ինչ հրաշք կառույց ունեք եւ ինչ հրաշք թատրոն ունեք։ Այնպես որ շնորհակալություն ձեզ։ Բոլորին շնորհակալություն, մայստրո ջան, բայց շատ կարեւոր է մի բան ֆիքսենք։ Երբ որ մենք առաջին անգամ քննարկում էինք, հələ մայիսի հետ էլ չէինք խոսել այս թեմայով, շատ կարեւոր էր, որ ձեր կողմից էլ եղավ այդ համարձակությունը նման քայլի գնալու, որովհետեւ ես ուզում եմ ֆիքսենք, որ օպերայի տանիքին առնվազն այս մասշտաբի միջոցառում ես չեմ տեսել։ Միգուցե եղել է ինչ-որ փոքր բաներ, տենց բաներ տեսել եմ, բայց այս մասշտաբի բան չի եղել ու պետք է համարձակություն ունենալ նման բանի գնալու ընդհանրապես համաձայնվելու, որովհետև պատասխանատվությունը հատկապես 100-ամյակին եւ 100-ամյակի ժամանակ նման քայլի գնալու դա շատ մեծ պատասխանատվություն է։ Իհարկե մեզ համար էլ շատ հետաքրքիր փորձառություն դասական եվրատեսիլ բերել Հայաստան,
որովհետև բոլորը լսել են, չէ՞, Եվրատեսիլ մեծերի Եվրատեսիլ ենք ասում, մեկ էլ ասում ենք մանկական Եվրատեսիլ, մանկականն էլ տենց այդքան հայտնի չի, ինչքան մեծերը, բայց հայտնի է։ Ու որ ասում ենք դասական Եվրատեսիլ, ասում են, այդ ի՞նչ է։ Շատերը խառնում էին մանկականի հետ, բայց մի խոսքով, երբ որ եկավ ու այս ամեն ինչը եղավ Հայաստանում, շատ կարևոր է որ դասական երաժշտությունը սրանով արդեն քարոզեցինք նաև դասական երաժշտությունը միասին ու շատ կարևոր է որ այս միջոցառումը եղավ Հայաստանում ու նաև ես վերջին տարիներին այս ինչ միջոցառումներ մենք ունենում ենք, քիչ առաջ էինք նաև խոսում, մենք միշտ փորձում ենք մի բան ավել անենք, քան թե այդ ամեն ինչը արվել է օրինակ տարբեր երկրներում։ Միշտ ուսումնասիրում ենք, չէ՞, բոլորս, նույն դուք էլ բոլորդ ներգրաված եք տարբեր միջոցառումներում, որ Հայաստանում արվում է, միշտ փորձում ենք ավել անենք։ Ու այս մեկը կարծում եմ ստացված օրինակ էր, շատ լավ օրինակ էր, թե ոնց պետք է արվի այս միջոցառումը։ Ու երբ մենք խոսեցինք ու գնացինք այդ քայլին, որ պետք է անենք, երկրորդ քայլը դա արդեն մայիսի հետ խոսելն էր այս թեմայով, որովհետև այս միջոցառումը իր ֆորմատով լրիվ Իրանն էր, ես գոնե այդպես էի պատկերացնում, որ լրիվ Իրանն է ու արդեն կիսվեցի գաղափարով իր հետ ու ես մի գաղտնիք բացեմ մինչև մայիսի խոսելը, այն ինչ որ գծվել էր ի սկզբանե, դա չասեմ բաներ ավելի մասշտաբային էր, բայց ուրիշ բան էր։ Էլի տանիքին էր, բայց շատ ավելի տանիքին էր, քան շենքի ներսում։ Ես վաղը գրապարակ եմ դրանք։ Շենքի ներսում չկար ոչ։ Ես ճիշտն ասած այս մասով մի հատ հարց ունեմ։ Շենքի ներսում գրեթե ոչինչ չկար։ Շենքի ներսում կար, այդ են պահն էր, որ գալիս է պարոն, ստեղից դուրս է գալիս։ Շենքի ներսից դուրս էր գալիս, էլ հետ չէր վերադառնում։ Որոնք որ ի հայտ եկան եղանակից ելնելով ու մենք տեսանք շենքի ներսը իր ամբողջ շքեղությունը, որտեվ եթե եղանակը ու ժամկետները մեզ ներեր, երևի միգուցե մենակ տանիքով կբավարարվեինք ու այն մնացած գեղեցկությունը չէինք տեսնի ու իրականում նեղն ընկանք ու ստացվեց ավելի լավ բանի սրումը։ Դե որ մենք իջել ենք Այդ արդարացումը ինչ որ մի բան հասցնելու մղումը, ի վերջո պետք էր մի բան տալի եթեր այդ բանը։ Շնորհակալություն պարոն Մովսյան, որտեվ մի պահ եկավ, որ գրեթե չէինք հասցնելու, առանձին էլ էինք խոսում, որ միգուցե չենք հասցնում, միգուցե հրաժարվենք, միգուցե ինչ որ մի բան, բայց շատ հանգիստ տոնով հարցերը իսկ հիմա ինչ ենք անելու, այդ պարտավորեցրեց, որ անենք այն ինչ որ տեսանք։ Շատ լավ բան ես հիշեցնում։ Ես ուզում եմ հիշեցնեմ, մենք ինչ ժամանակաշրջանում էինք դա կազմակերպում։ Հիմա շատ ավելի հանգիստ է ամեն ինչ, բայց այդ շրջանում Երևանում չէ, Հայաստանում ինչ միջոցառում ասես իրար հետևից լինում էր Պլյուս ընտրությունների քարոզարշավ ու տեխնիկա չկար, այդ ամբողջ տեխնիկան, այն ամեն ինչ որ մեզ պետք էր, այդ ամեն ինչ ուղղակի չկար։ Ուտեղ արդեն սկսեց հորինել ինչա պետք անել, որ այդ ամեն ինչը համադրվի իրար հետ, որովհետև ժամերով ժողովներ էինք անում, թե ինչ ենք անելու։ Ի սկզբանե կոնցեպտ ուրիշ ձև էր զարգանալու, այդ ոնց որ ծնվել է չհասցնելու պատճառով իրականում, այն ինչ որ եղել է, կարող է դա հենց ավելի լավ ա եղել։ Այդքան անկեղծացանք։ Իհարկե, Այս ինչ եղավ չհասցնելու պատճառով։ Այո, բայց իրականում թմի համար էլ էր ստրես, այդ նախագծի շուրջ բազմաթիվ մարդիկ են աշխատել, Վահագնն էլ, Հովհաննեսն էլ, Ռուբենն էլ կփաստեն էդի, թե ինչքան դաժան անցել այդ process-ը, որտեվ 40 րոպեանոց ֆիլմ նկարել 2 օրում, դա ուղղակի կատաստրոֆա է, որտեվ այնց մի հատ սխեմա ենք մտածել, որ ամբողջ տանիքները միառժամանակ կարողանանք նկարենք երկու խնդրի պատճառով, A ժամանակ չկա, B եղանակ։ Ու մեզ չենք կարա մի ժամից ավել ժամանակ տրամադրենք, ավել բան նկարենք, որտեվ հենց անձրև գար, այդ սաղ պրավալ էր գնալու։ Միակ միտքն էր, որ այս պահին եթե անձրև չկա, եկեք նկարենք, անգամ հիշում եմ բանը առաջի դուբլը նկարելուց հետո Ադաջոյի կտորը շատ բարդ է իրան, բանը պարային պաձերշկաների այդ Բարձը գիտեք, այդքան է բարդ չի, երբ որ նորմալ մարդկային ժամի է, բայց երբ որ գիշերը ժամը 3:30 ու հա մայիսո ջան պատկաստ խիղճ Անահիտն էլ դիմակահանդեսից հետո ներկայացումը վերջացել է, մեր գլխավոր առաջատար մենապարում բարձրացրել են տանիք։ Ու այդ կադրն եմ հիշում, ես ու Ռուբեն իրար դիմաց կանգնած ենք ու երկրորդ դուբլ եմ ուզում, ասեմ Ռուբ պետք է բարեք, ասում եմ այդ չենք կարող։ Բայց երկրորդն էլ ունեցանք։ Երկրորդն էլ ունեցանք, իրական այդ ոնց որ սենց
բոլորս ոնց որ մի գաղափարի շուրջ ենք հավաքվել իրականում, երևի դրա հաշվին էլ է այդ այն ինչ որ ստացել ենք, այդ շատ մեծ ներդրում ա ունեցել էլի, այդ գաղափարի շուրջ հավաքվելը։ Բայց մի հատ երկու բառով ասա էլի, ինչ պետքա լիներ, հետո ինչ փոխվեց դարձավ։ Իրականում այն ինչ որ բեմադրություն կար, բեմադրված էր վերջնական պատկերում, դա ավելի մի քիչ ուրիշ ձևով պետքա ամբողջական տանիքներում լիներ բեմադրված, այսինքն տանիքներում պետքա դեկորացիաներ հավաքվեր ու ամբողջը զրոյից պետքա բեմադրվեր։ Օրինակ ես մենակ ափսոսում եմ, որ սուսերով պարը չենք կարողացել առանձին բեմադրենք, որտեղ ժամանակ չենք ունեցել։ Այն մնացածը կարողացել ենք անենք, բայց այդ կոնկրետ այդ մի կտորն էլ կուզենայի, որ առանձին բեմադրված լիներ։ Այստեղ կարծում եմ Արամ Խաչատուրյանը շատ շնորհակալ է, որ չեք հասցրել, որովհետև ինքը բոլոր տեղերում ասում է, որ սուսերով պարը իմ ամենա չսիրած ստեղծագործությունն է, որովհետև չէր թույլ տալիս, որ մյուս իմ գրված երաժշտությունը հնչեր, ոնց որ փակել էր, այնպես որ կարծում եմ ինքը շնորհակալ կլիներ։ Ու հիշում եմ Հովոյի հետ, որ մենք տեղում այնքան ժամանակ չկար, որ համ պաստանովկայում լույսներ դրվում, պար, փորձ, ընդեից իջնում են, այստեղ ինչ-որ միջոցառում է, գնում ենք այնտեղ դեկոր ենք, ասես մի հատ որ կամերա լիներ մի հատ հետևող, ասես մի հատ գժանոց էր, էլի, ասես կատարվում։ Որ իրականում ամենաբարդ հատվածներից մեկը երևի թե հիմա վախենում եմ այդ մասին խոսեմ, որտեղ ինձ թվում է այն սկսենք դրանից խոսալ, երկար խոսելու ենք, դա մի կադրով հատվածն է 12 րոպեանոց, որը իսկապես մի կադր, որ առաջին հայացքից ասում ես մի կադր, կարող է չիմացող մարդը կամ անտեղյակ մարդը իրան թվա, որ ուղղակի կամերան տենց ռեյք են տվել ու դիմացը պարում է երկար ինքը իրանով գնում է, բայց ոնց որ ինքը իր հետ շատ sense հսկայական բարդություններ ա բերել, երբ որ օրինակ մի րոպեանոց ինչ որ մի կադրով գործողություն ես անում, դա արդեն բարդ բան է, շատ բարդ բան է, ենթադրենք 2 հոգով մի րոպեանոց երկար ինչ որ էպիզոդ է մի կադրով, դա ինքը իրանով արդեն շատ բարդ process է, այստեղ հերիք չի 2 հոգու մասին չէր խոսքը, 40-50 հոգու մասին էր խոսքը եւ հերիք չի մի կադրը մի րոպե չէր, այլ 12 րոպե էր, դա բացի մի քանի location, մի քանի հարկերում էր, այսինքն սկսում էինք բալկոններից, իջնում էինք բեմ, ոնց ենք իջնում բեմ։ Չէ, տանիքից էինք իջնում։ Տանիքից, այո, տանիքից իջնում էինք բալկոն, կուլիսի բալկոններ։ Երևույթ էլ է տեղի ունեցել 1000 ներողությունով 27 մետր։ Այո։ 27 մետր մայստրո, այդ քաշնել 35 թե 35 կիլո։ 35 կիլոգրամ տեխնիկան օպերատորի վրա 27 մետր իջնում է։ Ակրոբատը այնտեղ իր տրյուկների, հնարքների մեջ ու դա երբևէ նման բան չի եղել աշխարհում։ Առաջին անգամ ժամանակ չկա էքսպերիմենտ, ռիսկի ենք։ Ու ինչն է հետաքրքիր, ոչ թե օպերատորը սկսում է այդ էպիզոդով, այսինքն իրան չեն կապել, ինքը չի կախված չի, որ դրանով այսինքն ինքը ուրիշ գործողություններ է անում, ինչ որ բայ շարունակում է գործողություններն անել, այդ ընթացքում իրան կապում են տեխնիկապես ամեն ինչ ապահովում են ու ուղարկում են ներքև, իջի ներքև ու շարունակում է իջնել ներքև, իջնում է արձակում։ Բայց գումես ոնց է օպերատորից տպավորվել, ինքը Պարից չի խոսում, խարյակնով, խոսում է օպերատորից։ Չէ, իրականում նմանատիպ բեմադրությունների մեջ շատ հետաքրքիր նյուանս կա, որ խարեոգրաֆիայի մեջ ներգրավում է նաև օպերատորը, այսինքն օպերատորի շարժը նույնպես խարեոգրաֆիա դառնում, պարողների ճիշտ պահին ճիշտ տեղում հայտնվելը, ճիշտ պահին ճիշտ տեղում չլինելը նույնպես դառնում է խարեոգրաֆիայի ու հետո պարողների մասով նրանց մոտ միշտ մի կադր է։ Այսինքն մենք միշտ մի կադրով ենք աշխատում։ Դուրս եկար դու չունես երկրորդ հնարավորությունը կամ մայստրոն կամ երաժիշտները հա չունեն երկրորդ հնարավորությունը։ Հետևաբար մի քիչ պարողների պսիխոլոգիան, հոգեբանությունը այլ է, բայց օպերատորի հետ գալ աշխատելը այդ դրանք լրիվ արդեն այլ աշխարհ է։ Ռոբ գիտես, արդյունքում ինքը դարձավ, երևի կարելի ասել, вообще մի կադրով նմանատիպ բեմադրություններ ու հենց այս բեմադրությունը ինքը դարձավ ներկայացում Ուղղակի սինեմատիկ ձևով է դա ներկայացվում, ոչ թե բեմի վրա է ամեն ինչը նկարվեց, ցույց տրվեց։ Բայց բանը, sense քանի որ sense էլի գնում ենք ստեղից այնտեղ, մի հատ արի են առաջին թեման փակենք նոր անցնենք, էլի մյուսին։ Ի վերջո, պետքա այս միջոցառումը լիներ ամբողջությամբ տանիքներին։ Այո։
Քանի որ եղանակը վատներ, տեխնիկան չկար, ժամանակի Հիմա էլ որ ասում եք արդեն վախում եմ էլի նորից այն ինչ որ գծվել էր ընտրություններով, էլ ինչ կար, EPC-ներ, ընտրություն, մի բան էլ կար։ Բալետային փառատոնը։ Բալետային փառատոնը ճիշտ է, բալետային փառատոնը հունիսի 1-ի համար բայց դա չէր խանգարում նրան։ Մի հատ ահավոր իրավիճակ, ինչը չէր խանգարում։ Բալետային Մեզ խանգարում էր։ Չէ, ձեզ էր Մենք պետք է խանգարում։ փորձենք։ Ամեն մեկին մի բան խանգարում էր, չէ, Այդ բայց նույն հիմա ամսվա մեջ կար այնքան Բայց միջոցառում, ինչքան տևում է Հայաստանում մոտ 1.5 տարվա մեջ։ Այդքան միջոցառում կար։ Կեստաբանը մի ամսում էր, Մի որ ամսում մենք էր։ այդ ժամանակ Այդ եկել ենք նույն բանանելու, Որը բայց ի վերջո, միջոցառում էր։ քանի որ ծավալը շատ մեծ էր ու դրսում պետքա լիներ, որոշվեց, որ մի հատ տարբերակ պետքա լինի, այն որ երկար ժողովների արդյունքում առաջարկեց շեշտը դնել ոչ թե տանիքի վրա, այլ շեշտը դնել հենց օպերայի շենքի վրա։ Ոստեղ միացավ այն գաղափարին, որ 100-ամյակն է շենքի ու առաջ եկավ հենց այդ գաղափարը ու գնաց մայիսը մտածելու։ Այստեղ ամենակարևորը այն դեռավ, որ գլխավոր հերոսը դառնա շենքը, չլինի կերպար, որ ինքը ոնց որ շենքի արխիտեկտուրայի իր պատմության, մշակույթի մասին ոնց որ սկսի պատմելը, ոնց որ շեշտեցինք Արամ Խաչատրյանի ստեղծագործությունը ու Պարային խորեոգրաֆիայի միջոցով, Ատե պետքա առաջ գար արդեն լույսի ստվերի միջամտումը, պետքա գար դեկորացիայի պատրաստումը, առասակ դեկորացիաների դասավորվածությունը, ամբողջ օպերայի պատմության այն ինչ որ մենք մեր ձեռի տակ ունենք դեկորացիաներ, մաս կազմեին այդ ֆիլմի մեջ, այսինքն դա պատմության մի հատ կտոր դառնալ։ Ու առասարակ օգտագործել օպերայի այն հատվածները, որ մարդիկ միշտ ցանկացել են տեսնեն ու իրանց հասանելի չի եղել տեսնեն այդ ամեն ինչը, ու այդ ոնց որ հետաքրքիր է միշտ մարդուն, երբ որ դու մի հատ կառույց ես տենում ու չգիտես այդ կառույցի։ Բայց գիտես, ես կարծում եմ, որ ասես ցանկացել են տեսնեն, չեն իմացել։ Պետք է իմանան, հիմա որ տեսել են, հիմա արդեն երևի թե ցանկացողները ավելի շատ կլինեն, որովհետև հիմա ամբողջ շենքն են տեսել։ Այն ժամանակ օրինակ շատերը չէին էլ պատկերացնում, որ տենց հատվածներ կա, օրինակ այդ բանը ներքևի հատվածը ընդհանրապես երևի թե բան չէր ցուցադրվել կամ ինչ չէր։ Հիմա մենք ցուցադրում ենք, իհարկե կան, այսինքն այս շենքը բացվեց, ամբողջությամբ շենքը բացվեց։ Այդ շատ լավ է։ Հիմա փոխեցինք, մենք տարանք այս ուղղությամբ ու մեզ մոտ ավելի բարդացավ կյանքը, նախ երաշտական մասը, որը բավականին երկար էր։ Հետո այդ ամեն ինչի արդեն խորեոգրաֆիան, որ էլի բավականին բարդ գործընթաց էր, ինձ հետաքրքիր է ձեր մոտ կոնֆլիկտ չի եղել, իդեպ։ Չէ, մենք տարբեր էպիզոդներ։ Չէ, բայց իրար հետ ոչ միտեղ չառնչվեց, չէ։ Ես չեմ էլ իմացել ինչ։ Դուք չեք Իրարից ամբողջ խնդիրը եկել անդեղից, պետքա կապ։ ամբողջ խնդիրը եկել անդեղից, որ իրանք ժամանակ էլ չեն ունեցել, մի հատ էլ հասցնում են կոնֆլիկտ ունենալ, դեպի հասցնում են բեմադրել։ Մեր սենյակում, մեր աշխատասենյակում իմ ու ընկերոջս սուրճ ենք խմել, ընդամենը, որ հասկանանք որ ժամից ինչ, հետո էլ զանգել եմ Ռուբոյին, ասել եմ Ռուբ, իսկապես ես հիմա այնց գրաֆիկի մեջ եմ աշխատում, որ ինձ պետքա մոտ լինեմ գոնե, հասկանում եմ ներկայացումներ կա թատրոնում չենք կարա բեմը վերցնենք բալկոնում երաժշտություն միացնենք գործ անենք, գոնե ինձ պետքա մոտ լինեմ։ Կարողա կա ազատ դահլիճ, ես գամ այդտեղ պարապեմ, որովհետև պարողներին երբ որ բացատրում ես, որ ստեղից պետքա սենց իջնես, բանսես, մի բան է, մեկ այլ բան է, դու դա ցույց տաս։ Գոնե դահլիճում փորձանես, հելնես ասես այն որ ասում էի, այս դրա մասին էր խոսքը, ստեղով պետք է փնես իջնես։ Որ ամենավատ շրջանում է ինձանից դահլիճ ուզում, մայստրոն շատ լավ գիտի։ Մենք պատրաստվում ենք առաջնախաղի Թամար բալետային ներկայացման, լրիվ նոր ներկայացում, դրա հետ մեկտեղ գնում է ընթացիկ խաղացանք, այսինքն մենք գայանն ենք πάρում, Արամայիսին գողանում ենք, ասում ենք Արինայի, այս հենց կենթանի ներկայացման ժամանակ ինքը տեսնում են հատվածները սուսերով պարը, մյուսը, որը որ մենք պետքա փոխադրենք դեպի այս ֆիլմի տեսքով արդեն տեսնելու համար։ Ու այդ ընթացքում իրոք դահլիճները ծանրաբեռնված աշխատում են, համ ընթացիկ ռեպերտուար, համ նոր ներկայացում, որը պետքա գնանք ու Թումոյում բալետային մեր միջազգային փառատոնում ելույթ, համ դահլիճ է պետք որ հովոնել մյուս արտիստների հետ կարողանա հովանեցնել աշխատի։ Իրականում սա խնդություն էր, բայց այս խնդությունը թե ոնց գլխի եկավ, ես մինչև այսօր չեմ հասկանում։ Այդ ոնց եղավ որ ստացվեց։ Կարող է երկար պատգատով կանենք, սենց չլիներ։ Ավելի վատ լիներ։ Ոչ թե վատ լիներ, ինքը սենց ոնց որ շատ կրիզիսային իրավիճակ էր։
Կարող է շատ հատուկ բաներ անեինք, էլի, սենց չհասցրեցինք անել։ Իրականում նմանատիպ, այս բեմադրության մասին է խոսքը, ոնց որ 3 փուլի է բաժանվում։ Առաջին փուլը դա ռեժիսոր, խորեոգրաֆ աշխատանքն է, որ իրար փորձեն հասկանալ, այսինքն դրան էլ է ժամանակ պետք, որպեսզի երկու կողմը վստահ լինի, որ իրար ճիշտ են հասկացել, որովհետև իրենք հանդիպելու են մեկ էլ այս ռոկերի դեպքում, հա, մեկ էլ հանդիպելու ենք արդեն նկարանման հրապարակում։ Եթե իրար սխալ հասկացած լինենք, այդ կատաստրոֆա է ուղղակի, էլի։ Կոնֆլիկտը հաստատ կլիներ։ Առաջինը պետք է հասցնես հասկանալ ռեժիսորը ինչա տեսել իր երազում։ Երկրորդը այդ ամեն ինչը պետք է հասցնես արտիստներին։ Այդ ամեն ինչը պետք է հասցնես արտիստներին պարային դահլիճում։ Երրորդը այդ ամեն ինչը պետք է պրոյեկտվի արդեն համապատասխան տարածության մեջ, համապատասխան հարկերում։ Եվ դրանից հետո սկսվում է 0-ից աշխատանք, այսինքն այն ինչ որ դու արել ես, պատրաստվել ես, գալիս ես այստեղ, հասկանում ես, որ всё 0-ից դա գիտակցված, այսինքն ի սկզբանե իմացել ենք, որ դա լինելու է, գալիս ես ու սկսում ես հարմարվել տարածությանը, ժամանակին, սկսում ես հարմարվել օպերատորին իմ սիրած, սկսում ես հարմարվել Ես պատմության մեջ օպերատոր։ Չէ, իսկապես օպերատորը հերոս էր, որովհետև ասենք քանի ժամ ենք աշխատել մի կադրում։ Երկրորդ օրը 25 ժամից Ես հիշում եմ, որովհետև ես քեզ զանգեցի, ասացիր սկսել ենք նկարել, հետո մյուս օրը ցերեկը զանգեցի, հարցնեմ ոնց է, ասեց էլ նկարում ենք։ Այտենց ես հասկացա, որ այդքան բաստորեն անցել է, մենք ապրել ենք մեր կյանքը, իրանք ստեղ նկարում են։ Բայց վերադառնալով այդ ձեր մասին, էլի, ինչքան ժամանակ պատրաստվեցիք այս ամեն ինչին։ Օրեր երևի թե էլի գլոբալ։ Հա, ընդհանուր 20 օր։ Չէ, ես հաշվում։ այսինքն 20 օր ընդհանուր։ Գաղափարի Գաղափարի ստարտից ստարտի մասին է։ Գաղափարի ստարտը շուտ է եղել, բայց կոնկրետ երկրորդ գաղափարի ստարտը եղել է 20 օր առաջ նկարանից։ Այսինքն վերջնական, որ ինքը կոնցեպտ է ունեցել, ոչ թե ինքը ուղղակի գաղափար է եղել, այլ ընդհանուր, որ ինքը իմացել ենք A-կետից B-կետ ինչա դառնալու, դա տևել է 20 օր։ Ու այդ Խորհրդավոր բան պետք է։ Այս իրականում նշանակում է, որ ես հարց ունեմ, եթե հարելի է։ մի հատ բան էլ ասեմ։ Խոսում ենք։ Ու այդ որ ասում են 26 ժամ նկարանում ա եղել, 25-րդ ժամին օպերատորը մոտիկացավ, սենց ամբողջությամբ ջուր, սենց նայում ա դեմքիս, սենց խղճահարությամբ, սենց ասում ա մայ ուժե не могу։ Ասում պետք է կես ժամ հանգստանանք, նորից դուբլ անենք, ու համ ասում եմ, զգում եմ այդ բան շատ վատ բան եմ ասում, որտեվ սա ամբողջ էս տարածքում պարողները պարկած են, ով որտեղ կարա քնած են։ Մարդկա չեն գտնում, պարզվում որ իրար վրա են քնել, դրա համար չեն գտնում այդ տակինին, էլի մոտավորապես։ Միկրոֆոնով չեմ ուզում ասեմ, երեխեք պատրաստ, որտեղ պիտի քնից անեմ, չգիտեմ ոնց եմ հեսա քնից անելու բոլոր, որտեղ մի մասը ստեղ են, մի մասը նկուղում են, մի մասը վերևն է, ասած ամբողջ տարածքով մարդիկ են քնած։ Խորածը քո դուրն եկավ։ Չէ, մենք երաժշտության առումով ես հիշում եմ, որ նույնիսկ մայստրոն էլ եկավ վերջի օրով ամսի 18-ն էր թե 19-ը, որպեսզի ավելի մաքուր ու ավելի այսպես լավ որակի երաժշտություն ունենանք, ձայնագրություն ունենանք։ Նվագախմբի հետ նույնպես այդ ձայնագրությունը եղավ, որի մեջ հիմա այնտեղ մի մտավախություն ունենք, որը ուղղակի sense ռիսկային գնացել ենք ու մեր Գրիգարովիչի բեմադրության մեջ, մեր խաղացանկում ունեցող Սպարտակ ներկայացման մեջ Գրիգարովիչը այնտեղ կոպյուր ունի, կրճատված հատված կա ադաժայի, որը դառնում է 8 րոպե, մի 2 րոպե, րոպե ու կես 2 րոպեանոց երաժշտական կտոր կա հանածա։ Հիմա չգիտեմ մայստրոին հասցրել են ասեն, որ մեր ներկայացումը պետք չի, այլ հենց պարտիտուրով Խաչատրյանի մոտ ոնց կան հենց։ Ստեղ էլ աշխատեց մի ուրիշ բան, որ եթե պետք է աշխարհը տեսնի, աշխարհը պետք է տեսնի ադաջոն ոչ կրճատված։ Ամբողջական։ Ամբողջական պետք է։ Այո, ամբողջական։ Գոհեք մեզնից։ Շատ։ Մենք ցած կարանք ժամերով։ Մենք մի քանի հարցեր ունենք, դրա համար ուզում ենք ընթացիկ համել տանք։ Մի հարց Լիդիան հեսա տա։ Ինձ առհասարակ հետաքրքիր է, երբ արվում է նախագիծ նոր, որը երբեք ոչ մեկ չի արել, չի իրականացվել,
Հայաստանում։ Ինքը ունի իր մեջ էքսպերիմենտալ կտոր, այսինքն իրականացնել ֆիլմ, հավաքելով ձեզ բոլորիդ մի գաղափարի շուրջ, ուզում եմ հասկանալ ոնց է հնարավոր անել նման ֆիլմ հաստատման առումով։ Օրինակ դուք պարոն Դուրգարյան ոնց եք թույլ տվել, որ օպերայի շենքը այդքան բացահայտվի, վտանգը ասեմ ինչ մասով էր, ոնց եք վստահել, որ օպերայի շենքի նույնիսկ այս բեմի տակ, որտեղ մենք հիմա նստած ենք բեմի տակի հատվածում, լինի նկարահանում, այսինքն այլևս բոլորի համար, բոլոր շերտերը օպերայի շենքի բացահայտված են։ Արամայիսը իր հերթին առաջարկել է գաղափար ֆիլմ, որը որ դասականը եւ ժամանակակիցը միքսել է, Ռուբենը համաձայնվել է ներկայանալ այդ ֆիլմի մեջ, պարոն Մովսիսյանը հաստատել է գաղափար, որը որ նոր է, ոչ մեկ չի տեսել։ Ոնց է ստացվել, որ դուք բոլորդ համաձայնվել եք իրականացնել այս ֆիլմը այս տեսքով։ Ոնց մա Հովանեսն էլ, որ իր պարային տարբեր ոճեր, ամեն ինչ միախառնվել է ու շատ արդյունքը շատ սիրուն է ստացվել, ու հետաքրքիր է տարբեր արտիստներ, որովհետև շատերը արտիստներ եք, ոնց եք կարողացել մի գաղափարի շուրջ այսքան սինխրոնանալ։ Մի բան է Վահագին հարցրեք Դե Վահագը ինչպես միշտ հարմարվում է։ Դե Վահագին հետ Վահագը միշտ է ներառում տեխնիկական խոսքը եւ ծավալը Վահագի ուսերին էր։ Տեսեք, ինչ որ մենք խոսում ենք էմոցիաների մասին, խոսում ենք կերպարների մասին, պատմում ենք ինչքան գեղեցիկ եղավ կամ 27 մետր իջանք, 26 ժամ նկարահանեցինք։ Գիտեք, մի փոքրիկ դրվագ եմ ուզում պատմել, որը կապված է իրավաբանության հետ, որովհետև այն կոնտրակտային սիստեմը, որ կնքվեց, մանրակրկիտ, գիտեք, իմ պրակտիկայի մեջ առաջին անգամ էր, որ ասենք տեսեք, օպերային թատրոնն է, հեռուստաընկերությունն է եւ այստեղ երկու պետական հիմնարկ կոնտրակտ են անում եւ մանրակրկիտ ամեն ինչի մասին խոսում են։ Սա իմ համար առաջին կետն է, որ համագործակցությունը ստացվեց եւ դուք ասացիք, որ ինչպես է որ թույլ եք տվել կամ թույլ չեք տվել, կոնտրակտի մեջ ամեն ինչ ֆիքսված էր եւ սա կարծում եմ երկու պետական կառույցների, որոնք զբաղվում են այն գործունեություն, որը կոչվում է շփում հանդիսատեսի հետ, մանրակրկիտ տող առ տող ամեն մի դրվագի մասին խոսվել է, կնքվել է եւ կարծում եմ սա էլ է շատ կարեւոր էլեմենտ այս ինչի մասին որ խոսում ենք, որտեղ մենք արտիստներս կարող ենք այսպես գեղեցիկ կլոր խոսքեր ասել, էմոցիոնալ, բայց ի վերջո հիմքը կոնտրակտն է եւ ուզում եմ նաեւ շնորհակալություն հայտնել, որ մենք ունեցանք այդպիսի հնարավորություն ուսումնասիրել մի ձևաչափ, որը միգուցե շատերի մոտ ասում են եվրոպական ստանդարտ կամ ճապոնական ստանդարտ։ Այո, մենք այսպես ասած շվեյցարական ստանդարտներով աշխատեցինք։ Մեզ համար էլ էր դա շատ կարևոր իբրև կառույց։ Շատ հաճելի է լսել։ Դա իրականությունն է։ Ասում եմ պայմանագրով էինք պարտավոր օպերայի շենքը։ Չէ, իրականում դա նաև մի դրվագ է, որը շատ կարևոր է։ Հա, չէ, համաձայն։ Որովհետև մեր ադմինիստրատիվ թիմն է, չէ, իրանք էլ են սովորում, տեսնում եւ այդ ամեն ինչը ուսումնասիրում, որը շատ կարևոր էլեմենտ է, որտեղ կներեք կինոֆիլմ չեք կարող նկարահանել, այսինքն կինոֆիլմը միշտ գալիս է եւ մենք տեսնում ենք ֆիլմի տնօրենը, չէ, կինոֆիլմի տնօրեն։ Այդ տնօրենը ով է, որ կոնտրակտների անում կնքում է եւ այլն, այսինքն այս դրվագն էլ է շատ կարևոր, կարծում եմ։ Իսկ արտիստական մասով ինչ կասեք, տեխնիկական աշխատանքը, պարողների սինխրոն լինելը, ռեժիսորի հետ աշխատանքը, մի քիչ կպատմեք, ամեն ընթացքում մեզ հետաքրքիր է շատ ինչ դժվարություններ եք ունեցել, պարողների հետ ինչ հետաքրքիր պահեր եք ունեցել, գուցե ինչ-որ պահեր են եղել, որ մենք այդպես էլ չենք իմացել, բայց ձեզ համար մնացել է, զավեշտալի է, չգիտեմ, դժվար էր, ինչ-որ պարողացել ես գնում եմ, չեմ նկարվում, որովհետև 26 ժամ կներեք էլի, քչերը կմնային ու կհամաձայնվեն։ Ակրոբատը չէ որ գնացել է։ Ռեժիսորներ ուզում գնար։ Մի հատ ակրոբատի պատմությունը պատմեմ, էլի, մի հատ էպիզոդ կա, չգիտեմ, տեղակ են ժողովուրդը թե չէ։ Ուրեմն
սկսել ենք փորձերը, նախ որպեսզի պատկերացնեք, այնպես չի փորձը կարողանում ենք այդ 12 րոպեն անել սկզբից մինչև վերջ։ Այսինքն սկսում ես առաջին քայլը բոլորով միասին սինխրոնանալով։ Առաջինը ստացվեց, անցանք երկրորդ քայլին։ Երկրորդ քայլը չենք անում առանձին, անում ենք 1-2, հետո անցնում ենք երրորդին 1-2-3, անցնում ենք չորրորդին 1-2-3-4, այդպես մինչև հասնենք վերջին կետին։ Դա նշանակում է, որ մարդ կա, օրինակ Նարեն բալետից, ով բալետի պարուհի, ով վերջին էպիզոդում գործողություն ուներ, ինքը ժամեր շարունակ սպասել է, որպեսզի հասնենք այդ տրամաբանությամբ իր փորձին։ Բայց չէր հասնում։ Բայց չէր հասնում։ Եվ ֆիզիկապես կամերան չէր տեսնում, դեռ չէր տեսել, որ մատոր։ Չէ, չէր էլ լսում, որտեվ ինքը նկուղում էր սպասում։ Եվ այս ամբողջ ճանապարհի մեջտեղում շատ կարևոր հատված կար ակրոբատի հետ, այդ 27 մետրը, որ ասում ենք, այսքան խոսում ենք այդ մասին, ակրոբատը եւ օպերատորը պետք է իրար հետ հավասար իջնեն ներքև ու շատ կարևոր էպիզոդ, այսինքն չի կարա չլինի դա, չի կարա օպերատորը մենակով իջնի, չի կարա ակրոբատը չլինի, էպիզոդը չի կարա լինի, որտեղ ինքը միակ ճանապարհը է այդպես ներքև շուտ հայտնվելու, այնպես է, ինչպես որ գծել է ռեժիսորը։ Հիմա մոտավորապես չեմ հիշում 15 ժամ, 20 ժամ այդ process-ի մեջ ենք, արդեն են որ ծերն երևում է, всё, պրծել ենք, արդեն են որ всё, ժողովուրդ բոլորին sense հերթով համոզում ենք, ան մեկս մեր մասով դուխ ենք տալիս, արթնացնում ենք մեկին մի տեղը ցավում է, գնում ես վույ պուպուշ բան, sense ինչ որ բոլորին sense փշի անելու վերում ես մի կետի վրա, մեկ էլ զանգում է ինձ նկարանման հրապարակի տնօրենը Միքայելը, ասում է հով սենց մի հատ խնդիր ունենք, հələ մայիսին չեմ ուզում ասեմ, որ տենց ու բոլորս իդեպ փորձում ենք այս հոգնածությունից սենց ներվ կա օդի մեջ, բայց բոլորը հասկանում են դա եւ ոչ մեկ առիթ չի տալիս, որպիսի այդ խայծը ոչ մեկ իրան թույլ չի տալիս, որ հանկարծ ինչ որ բան տրակի։ Ասում է ակրոբատը գնում է։ Այսինքն գնում է ու իդեպ մի հատ շատ կարևոր պահ կա, որ այդ 20 ժամի երևի 5 ժամը միայն այդ տեսարանի պատճառով է երկարացել, այսինքն ինչ որ տեխնիկական խնդիր, ինչ որ բան ակրոբատի մոտ չի ստացվում, ինչ որ բան մեզ մոտ չի ստացվում եւ անվտանգության հետ կապված հարցեր բան, այն որ ամենը սենց այն որ սկսել էին հոգնել, դրանից սկսված սենց մի 5 ժամ միայն այդ էպիզոդին ենք սպասել, այսինքն շատ երկար ենք սպասել այդ աղջկա էպիզոդին։ Ասում այսինքն գնում է, ի՞նչ է նշանակում գնում է, հələ որտեղ է այդ աղջիկը, այս հելն եմ խոսամ, լավ ասում է սաղս խոսացել ենք, անհնար է ուղղակի, էլի, ասում եմ անհնարան որն է, մի րոպեսը սաղին հանեկա տեղից, գնում եմ այս այդ աղջկա մոտ, բայց չեմ գնում կռիվանելու, էլի, գնամ համոզեմ, սիրուն, բացատրեմ, ցույց տամ, որ հələ տեսնում ես, այս երեխեքը, որ իրար վրա քնած խրված են, բոլոր հասկանում ես, բոլորին քաշելու ես հանկարծ գնաց բան, ուրեմն դե ինչ եմ պատկերացնում, գնալու եմ, խոսելու եմ, համոզելու եմ, բան, սենց իրար հետ տենց ծափերով ներս են գալու, անցնում է 15 րոպե, այս աղջիկը գնում է։ Իմ խոսալու ընթացքում պրոստը ես սկսում այդ բանից սենյակից դուրս եմ գալի գոր գրալով, պրոստը չես հասկանում, ինչ ես հիմա դուք ես թույլ տալիս, այդ աղջիկը պրոստը գնում է։ Պատկերացրեք այդ Դու գնացել էիր հարցը լուծել, բայց գնացել չասեցիր։ Ճանապարհեցիր եկար։ Ճանապարհորից տաքսին կանչեցի, էլի որ ինքը գնա։ Հիմա այս աղջիկը գնաց, չգիտենք ինչ պիտի անի։ Իսկապես գնաց այդ աղջիկը։ Այսինքն դեռ նաև ռեժիսորը չգիտի այդ մասին, երևի թե ենթադրում ենք տեխնիկական սասը չգիտի, ու չգիտենք ինչ պիտի անենք։ Անհնար էր, այսինքն ամեն ինչ ընկնում է ջուրը։ Չկա, եթե պարողներից մի հոգի օրինակ լքեր տարածքը, լուծում կգտնեինք արագ, բայց ակրոբատը, որ մոտավորապես մի 30 վայրկյան իր հետ է այդ էպիզոդը, պրոստը փլվում է այս ամեն ինչը։ Ու բախտներս բերեց տեխնիկական անձնակազմից, ովքեր որ եկել էին որպես ստրախովկա, այսինքն մոտավորապես որ ստուգեին ճիշտ պահին ամեն ինչ կապված աղջկա վրա թե ոչ, այդ կազմի մեջ լինում է մի աղջիկ, ով էլի ակրոբատ է։ Արագ ասում ենք շոր ունես մոտավորապես պարզվում է որ մեքենայի մեջ շոր ունի այդ աղջիկը
պրոստը բախտներս բերում, այսինքն այդ 20 քանի ժամ հետո ամեն ինչ կարա ջուր ընկներ։ Այդ աղջիկը պրոստը գնաց ու իսկապես այդ աղջկան էլ էր հասկանալի, որ մարդկային տեսանկյունից հասկանալի է, մարդը 20 ժամ, եթե մենք օրինակ իջնում ենք, քայլում ենք, պարկում ենք, բան, այդ մարդը օդի մեջ կախված էր լինում հիմնական process-ի ընթացքում։ Իհարկե պրոֆեսիոնալ տեսանկյունից հասկանալի չի, բայց մարդկային տեսանկյունից հասկանալի է։ Այսինքն տաքսին որ գնում է, ուզում ես ձեռով անես, ես քեզ հասկանում եմ։ Հիմա վերջը այդ մյուս աղջիկը։ Մյուս աղջիկը, այո, վախներս բերեց։ Իրականում այս ամեն ինչի մեջ իդեպ այդ աղջիկը չի եղել ի սկզբանե այդտեղ, հայտնվել է պատահաբար։ Այդ երկրորդ աղջիկը հայտնվել է պատահաբար, այնպես չի որ առաջին ժամից էստեղ է եղել։ Պատահաբար այդ աղջիկը անցնում էր մոտավորապես կախել ենք վերև։ Իսկ դու կարող ես տրյուկ անել գիտես, արի, այդպես միանգամից։ Չէ, Արամայիսին նախանձով եմ ասում սա, որ շատ ամուր նյարդեր ունի, շատ զսպված ու շատ հավասարակշռված։ Այդ օրը Հայտնի է ամուր նյարդերով, Չէ, բայց այդ օրը այդ այդ պայթյունավտանգ, ամեն ինչը պայթյուն է, ամեն ինչը այսպես են անդունդի ծայրին է, եթե մի փոքր այս կողմ այն կողմ սխալվեցիր, ամեն ինչ քանդվելու է, բայց հավաքողը այդ ամեն ինչին վստահող ու հստակ իր ուղղությունը տեսնող Արամայիսն էր։ Հա, որտեղ ես էլ եմ ընթացքում ասում եմ, մայ չենք կարա, մենք ուղղակի դա չենք կարող։ Դե լավ, հանգիստ այդ նույնիսկ այդ զայնային հանգստությունը ինձ ներշնչում էր հանգստություն։ Ասում եմ լավ, պատտվում եմ մյուս ընկերոջս, դե պետք է անենք, տարբերակ չկա, մեզ է պետք, մեր համար է, սա ու այլ խնդիրներ էին բացվում, որը նույնպես մենք էլ էինք այստեղ թաքցնում, ասենք Արամայիսը թող չիմանա։ Չէ, թող Արամայիսը չիմանա։ Բացենք այդ օրը հոկեբան էր բերել հետը։ Հոկեբանով էր։ Որ լուր ա եղել, գնացել է հոկեբանի մոտ գորգրացել։ Իրականում ոնց որ պարոն Բուլգարյանն ասեց, դե տենց պարագայում մենք էլ ունենք նույն Gravity Production-ը կնքել է պայմանագիր հանրային հեռուստաընկերության հետ։ Նաև դա է դեր խաղացել, որովհետև ես հիշում եմ, որ ես պայմանագիր ունեմ կնքած, ես պարտավորվածություն ունեմ։ Մեր իրավաբանը պետք է գարստել։ Բայց իրանցից է այս ամեն ինչը եղել։ Անընդհատ իրավաբանը զանգում էր, ասում էր՝ «Մայ պետք է հանձնենք այս գործը»։ Ես հանդում։ Չէ, դե ամեն դեպքում Բայց եղանակետ ոչ մեկ չուներ պայմանագիր։ Եղանակներ, հա, որտեղ այն տեսարանը, որ Արամայիսը առաջին անգամ բերեց, մենք տեսանք, որ անձրևի տակ նկարվել է նախադիտմանը, մենք ապշած էինք, ոնց այդ թաց կարմիր կտորով այդ աղջիկը համաձայնել տանիքին ապարել, ընդ որում դեռ մայիսն էր։ Ահա, բայց ընդ որում մայիսն էր, դեռ մի քիչ կպատմենք ոնց էիք համոզել, որովհետև փաստորեն ակրոբատիկ Ստեղից ընդեղ գնում է։ հա, դա հետո կմոնտաժեն իրար Չէ, ստեղ մոնտաժ չկա, այդ իմացի որ չեք չկա։ մոնտաժելու։ Չէ։ Ես էլ եմ նավի Իհարկե։ Ավելի օրգանիկ է լինելու։ Ամեն ինչ։ Իրականում եթե մարդկային տեսանկյունից ես դիտարկում, անմարդկային բաներ եղել է ժամի, ցրտի, անձրևի շատ բաներ են եղել, բայց ելի եմ ասում, ոնց որ սկզբում ասեցի, բոլոր ոնց որ բացի ակրոբատից մի հասկացել էին դա ինչ է կատարվելու, որ սոր բոլորինս դա լիներ, այդ ամբողջ թիմը որ հավաքվել էր, սոր գիտեր ոնց որ ինչի համար հավաքվել, դրա համար այդ զողողությանը երևի գնացել են, որտեղ դա բոլորինն էր, էլի, մենակ իմը չէր, ձերը հանրայինինը չէր, ձերը չէր, այսինքն այդ սաղինս էր, էլի, ու հետո երկիր ես ներկայացնում, պետք է ինձ թվում է մի քիչ այդ պատասխանատվությունը, որ մոտիկանում ես, գնում ես այդ քայլին, թե չէ բոլորին էլ դիսկոմֆորտ է հաստատ։ Այս ամենամարդկայինը օրկեստրի հետ վերաբերվեցիր, որովհետև երկրորդ դուբլը եղավ, նայես մայիսը ու տվեցինք ընդմիջում, բոլորը գնացին ընդմիջման, օրկեստրը գնաց ընդմիջման, կտրում դե ցուրտ եղանակը թեթև անձրև բան, մայիսը ասենց այս բայց երևի բաց թողեմ գնամ, ոնց որ ամեն ինչ նորմալ է, չգիտեմ ինչից է խղճահարությունը։ Ոնց որ ամեն ինչ լավ էր ստացվել։ Հետո մարդ չէին գտնում, որ ասեինք արդեն կարա գնանք, որովհետև բոլորը գնացին ընդմիջման, իրանց համար հանգստան։ Ու այդ պահին այդ որոշումը, որ կայացնում ես, էլ չես կարա հետ բերես։ Այդ մոռա դու պետք է լուծում գտնես այդ պահին։ 3 րոպե պաուզայից հետո նոր ասեց, կարա գնանք, չէին հավատում, որ կարան գնան։ Մի քիչ համոզեցին, որ ճանապարհ ես էլ պետք է գնամ, երկու բան ես էլ պատմեմ ու վազեմ։ Դժվարությունների հետ կապված, որ հարց տվեց Լուսինեն,
նախ աղջկա մասով նրա կարծիքը ոչ մեկ չէր հարցրել։ Ինքը ուզում է այդտեղ բարի թե չի ուզում, ինքը պիտի բարեր։ Ստեղ այդ տեսարանը կդնեք, մի հատ պատմի, որ այդ թաց էր, չէ՞, այդ ամբողջ Սարսափելի թաց էր։ Ու համարը որ սկսվում էր, ադաժան որ սկսվում էր, հատակից պարկած ենք սկսում։ Միասին լուսաբացն է, գեղեցիկ, ֆանտաստիկ Խաչատրյանի մոտ էլ դա այտենց երաժշտությունով արդեն իսկ դու պատկերացնում ես այդ լուսաբացը։ Դե մենք էլ այդպես մեր պայմաններից ելնելով այդ հատակին պարկած ենք, ու այտենց արտանում է ու սկսվում է այդ մեծ խենթ ու խելար սիրո պատմությունը։ Մարմնի դողներ չկա Բայց Երևան։ ես ամբողջությամբ ներկված, ահա ինչ եմ, ես ներկված, որովհետև ինձ համոզեցին, ես վնասվածքից հետո ընդհանրապես մարզավիճակում չեմ, պայման դրեցի իրա ու իմ ընկերոջ Սերգեյ Սաֆարյանի դիմաց, ասի, եթե ես նիհար կերևամ կպարեմ, եթե ես նիհար չեղա, չեմ պարելու։ Թե հիմա ոնց է դա։ Նիհար Երևան։ Նիհար, որովհետև ես մարզավիճակից դուրս եմ, հիմա այդ վիճակով դուրս գալը դա ուղիղ անհարգալից վերաբերմունք է քո հանդիսատեսին, մարդկանց, չի կարելի տենց էսթետիկ արվեստի գրող մարդ ես ու դուրս գաս անէսթետ այդ տեսքով մարզավիճակից դուրս ինչ-որ մեկը խոշոր գեր ինձ Սպարտակ, կարելի էր գլորել այդ Սպարտակին։ Բայց խնդիրը լավ ճիշտ լուծվեց ու չգիտեմ, դա էլ նաև հանդիսացավ մոտիվացիայի աղբյուր հետագայում նորից ինչ-որ մարզավիճակի մեջ փորձել մտնել, քաշ գցել, բայց դրա մասին հետո կխոսենք։ Հիմա Անահիտի մասով ու դժվարությունների, որ հա, մարմինդ ամբողջությամբ ներկված է, դե ես պիտակ եմ, բայց դե պետք է մի քիչ արևայրու վիճակ լինի, մաշկը պիչ թուղ պետքա լինի։ Ուրիշ խարակտեր։ Ժամը գիշերը 2-ին տենց ես ու այդ ընկերս իրար ենք ներկում, տենց ինքը ինձ իրա խառը։ Ու հաս պարկած ասում եմ, թե մի հատ էս պարկեմ, այդ ամիջը տպվելու է այդ կարմիր գորգին։ Որտեվ ջուրը պարկում ենք, մայստրո ջուրը դուրս է գալի տեղից։ Երեխեքը գնում են, մաքրում են։ Այսինքն ադմինիստրացիան, աշխատակազմից մնացած բոլորը, չգիտեմ, օպերատոր, տեխնիկ, էական չի, սրտացավոր է մոտեցված, մաքրում են մարդիկ ու տեսնում ես որ մաքրում են, բայց դու գնում ես քայլում ես, ջուրը կողքից դուրս է գալի, որտեղ ներծծված գուբկա է, այդ սպունգի պես այդտեղից դուրս է գալիս։ Դե լավ, հիմա ոչինչ, այդ պարկելը իմ խնդիրն է, ես կդիմանամ, բայց այդ աղջկա համար պուանտը, բալետային պուանտը, այդ կարմիր լինոլեումի վրա մի հատ էլ ջուր, դա դառնում է սառույց։ Ուղղակի սառույց։ Հիմա այդ աղջիկները ներկայացումը պարը վերջացրել է, եկել է որ մի անգամ, բայց ժամը 3-ն է դեռ էլ անձրև շարունակում է գալ, այսինքն ոչ մի պայման չի ներշնչում, ասում եմ, բայց դու երբևէ հիմա պարկած ենք, այնտեղ արդեն Վահիսը ասել է որ գնաց, բրեքա, հա, ամեն ինչը պատրաստ է, դրոնները թռնում են, բոլոր կամերաները, տեսախցիկները միացված է, ու իմ ասում, այս երեխուն ինչ, ես իր անմիջական ղեկավարն եմ, հիմա ես ինչ ասեմ սփոփող, որ մտքից շեղվի այդ մեր այդ սիրուն քիմիան, այդ սիրո առաջին անգամ չենք բարում, բայց իրար հետ։ Ասեն այդ երբևէ մտածել էր, որ ժամը 3-ին աստղերի տակ տենց բաց երկնքի տակ ադաժուկ բանք, ասում դու հասկանում ես, սա մենակ ինձ ու քեզ է այս հնարավորությունը։ Դες το անկեղծ լայ ժպիտով դե աղջիկ է ինչ-որ կատ ոգևորություն, բան ասի իբրև ինչ-որ մի հատ գոնե ուրիշ սուտորին էր էլի, այդ փոփող էս ինչ դմբող խոսքերը բաց երկնքի տակ այդ մարդը անկողնում ասեն, ամասում գնա պարկի տակ անկողինը քնի։ Բայց ստացվեց, այն ինչ-որ ստացվեց իրականում։ Հոգնածությունն իր հերթին ու նաև շնորհակալություն համոզելու համար, շնորհակալություն վստահության համար։ Գիտես անունդ քանի անգամ է տվել։ Օրը մի 10 անգամ տալիս էր քո անունը մենակ։ Դա շատ ճիշտ է։ Անընդհատ։ Ճիշտ ասում, գիտեք ինչ մասով, պարոն Մովսյան, որ իմ կարծիքով, իմ վստահությամբ ճիշտ ասում, որ ինձ գովում է։ Չէ, իմ վստահությամբ նույնիսկ որ ամեն մեկը այն ամենափոքրիկ, չգիտեմ, տեխնիկական որովից է մի անձնակազմից մի անձ, մինչև ռեժիսոր, այդ օղակի մեջ պատկերացնում ենք, թե ինչքան մարդ կա։ Ես այդ պահին, որ բարձրանում էի մեր կտոր, մայստրո ամեն անկյունում մեկը կար, բայց ոչ մեկ պարապ կանգնած չէր, ամեն մեկ ինչ-որ մի բան է անում։ Նայում ես ժամին, ժամը 2-ն է, բայց ես մի առավոտյան էլ որ եկել եմ, այդ նույն մարդիկ էլ այդ նույն գործն են անում։ Մրջունի պես իրանք ամեն մեկը ինչ-որ հստակ իրանք ծրագիրը կա, ու ամեն մեկը իր գործն է անում։ Դա միայն նվիրումի ու մեծ ցանկության ու սիրով իր գործին մոտեցող տարբերակն է ազդել, որպեսզի մենք ունենանք այս արդյունքը։ Հակառակ դեպքում, ինչքան մենք խոսեցինք խնդիրների մասին, տեխնիկական մասով Վահագը, Հովհաննեսը արտիստների մասով, դուք ձեր պատասխանատվության մասով, մայստրոն իր ներդրումով եւ իր պատասխանատվությամբ, որտեղ խոսում ենք մի կառույցի մասին, խոսում ենք ու ընդ որում ամեն ինչ նվիրված է մեր Արամ Խաչատրյանին։ Արամ այսը, որ այդ ձևաչափը առհասարակ նմանատիպ մրցույթում որպես մուտք առաջին անգամ մուտք գործելու կամ բոլոր փառքին կհասնես կամ ընդհակառակը անդունդը կգլորվենք։
ամեն մեկը իր պատասխանատվությունը բավականին ծանր ունենալով մոտեցել է սիրելով։ Կարևոր բաներ էր կախված, ասենց։ Ամենակարևորը սերն էր, որ այդ սերն էլ մեզ օգնեց։ Սիրով մոտեցումը։ Անկեղծ, սիրով մոտեցումն ու դրսևորումը այս աշխատանքին ու Փառք Աստծո մենք ունեցանք այն արդյունքը, որ այս պահին ունենք ու դեռ մենք երկար տարիներ ենք սա հիշելու։ Արդյունքում երևաց այդ շատ կարևոր էր։ Իսկ մենք վնասվածքներ ունեցել ենք։ Հա, ջրից էինք խոսում։ Պարողներին երևի ամեն դուբլից հետո ինչ որ մեկի ինչ որ մի տեղը վնասվում է։ Դա անհնար է չլինի, որտեղ հոգնում է ֆիզիկապես մարմինը, դու բայց ամեն երբ որ ասում ես մատոր գնաց, դու sense մեկը տենես ոնց նոր մարդիկ են, դա ներսից տենց ոնց որ բանը պետքա ուժ գործադրես, որ կարողանաս այդ տրամադրությամբ այդ նույն շնչով ոնց որ կարողանաս մնացած դուբլերի նման շարունակես, այդ Իրանից բարդություն ունի։ Բայց մի հարց էլի ձեզ երկուսիդ։ Ես այս կարծիքը շատ եմ լսել։ Ինձ ասում են մենք այլ բան էինք ակնկալում, շատ դասական բալետ սիրողներ էլի այդ մարդիկ։ Մենք այլ բան էինք ակնկալում այն իմաստով, որ շատ սենց էր, սենց ամեն ինչ խառնված էր իրար բան ու շատ մարդկանց մոտ սենց այն որ նորություն է, ես էլ որ առաջին անգամ դիտում եմ, սենց ասում եմ, այս ինչ էր։ Հետո հետ տարա սկսեցի նորից նայել, իրար հետ էինք, որովհետև սենց դժվար է իմ հարցում, մի հատ էլ սենց գնացի վրայով նոր ընկալեցի, էլ ինքը սենց շատ միքս չէր, ձեզ համար ընկալելի էր այս ամեն ինչը։ Եվ ոչ միայն ինձ համար, շատ արվեստագետ մարդիկ ասում են, այս ինչ հրաշք էր, անկեղծ։ Եվ իրենք անկեղծ էին, որովհետև գոնե ոչ թատրոնում են աշխատում, բայց իրենք ասում են շատ հրաշք էր սա։ Եվ իրենք էլ են հպարտ, որ Հայաստանը այսօր կարող է նման պրոդուկցիա տալ, այսպես ասենք։ Ամենասկզբում որ խոսում ենք Արամայիսի հետ, երբ որ այդ կոնցեպտը իր պատկերացումները պատմում էր ու կիսվում էր փոքր-ինչ հարցերով, որ հանկարծ ես մի քիչ աճ էի շեղվում, հարցեր էի տալիս, հարցերով ինքն էլ էր նկատում, էլի գալիս ենք, բայց շուտ հասկացանք ինձ թվում է իրար, շուտ հասկացանք Արամայիսի ցանկությունները, պատկերացումները, որտեղ ինչ որ իրականում ռեժիսորի գլխում է, դա մենակ ինքը գիտի։ Okay, ինքը մեր դիմաց խնդիրներ է դնում, պահանջներ են ներկայացնում, մենք պարտավոր ենք այդ պահանջները ներկայացնենք պատշաճ կերպով, որպեսզի լինեն ինչ որ լինում է։ Բայց մենք ընդհանուր պատկերը չգիտենք։ Հետո ոնց է այդ puzzle-ը, այդ Lego-ն ոնց է հավաքվելու։ Ես լավ, մենք միջանցքում մեր վալսը կպարենք։ Okay, Սուսերով պարն է պետք, կպարենք, Սպարտակադաժը է պետք, կպարենք։ Բալերինայա քեզ պետք որ ընդհանուր գիծը պետքա տանի, okay, արի խնդրեմ նստի ինքն է եկել նստել պրեսոր անձամբ ընտրե կաստինգն արե։ Մի հոգի էլ պետքա այդ 12 րոպեանոցին ամենավերջը որ ընդհանուր էլի կպնող գծով գնա, շատ լավ։ Բայց ես չեմ հասկանում ինքը այդ ոնց է անելու։ Այստեղ վստահությունն է, այդ նույն բանն է, ոնց որ հաճախ եմ այդ օրինակ ուղակի բերում։ Երբ որ դու առողջությունդ վստահում ես բժշկի, գուցե այդ բժիշկը լինի աշխարհի ամենաֆանտաստիկ սուպեր-պոպեր, չգիտեմ, մի հատ պրոֆեսոր, մի հատ բժիշկ, բայց դու իրան չհավատաս։ Երբևէ դու արդյունք չես ստանա։ Բայց կարա սկսնակ ինչ-որ մի միջին կարգի բժիշկ, բայց քո վստահությունն նկատմամբ այնքան մեծ, որ այդ ներշնչանքի եւ վստահության շնորհիվ դու ապակինվես շատ արագ։ Նույնը այստեղ է։ Այսինքն վերջնականը դուք տեսաք, երբ որ արդեն պատրաստ էր, մինչև այդ պատկերացնում եք ինչ կարա լինի ու վստահելով մենք արդեն տեսել ենք, բայց ես ընդհանուր պատկերը չէի հասկանում։ Միևնույնն է չէի հասկանում։ Ոնց է ինք այդ ամեն ինչ տանելու։ Ու գալիս ասում եմ, ես դե ապեր վաղը պետք է նկարենք։ Վաղը չենք կարող ուղակի։ Ասում եմ, իսկ ի՞նչ է պետք որ մենք կարողանանք։ Ու դու հասկանում ես, որ մարդը այլ ընտրանք չունի, դու պետք է ընդամենը ամեն ինչ անես, որպեսզի ինքը կարողանաս։ Հա, այլ ձև չկա, այլ տարբերակ չկա։ Կոնտրակտը գլխավոր հերոսն է։ Չէ՞։ Ժողովուրդ, իրականում Ռուբենը հիմա պատասխանեց այն ձեր տված հարցին քիչ առաջ, որ ոնց եղավ, երևի թե այդ վստահությունն է եւ երբ որ սկսում է ստեղծագործական մթնոլորտում շփվել մասնագետի հետ, դուք հասկանում եք նույն օդն եք շնչում, ստեղծագործական նույն օդն եք շնչում, թե ոչ։ Դա մի անգամից այդ սենյակում հասկանում ես։ Եթե նույնիսկ չես հասկանում այդ պահին, գտնում ես այդ պահը հասկանալու, բայց մենք
այս նախագծի շրջանակներում այդ երկրորդ պահը չենք ունեցել, այսինքն մենք պիտի այդ առաջին պահին հասկանայինք իրար այդ նույն օդն ենք շնչում, թե եթերում ենք հասկացել։ Եվ եթերում հասկացանք, որ այո։ Մի բան հավելեմ, Ռուբեն պատասխանում էր այդ աղջկա վերևում սպասելու եւ ով էր հարցնում քեզ բան sense մոտ իսկապես այդպես էր էլի եւ հանուն արդարության ասեմ տանիքի ամենավերևի աղջիկը Նինայի մասին է խոսքը Նինան Հայրապետյան, որը իմ կարծիքով ժամանակակից բարի լավագույն արտիստներից է մեր երկրում, եթե ոչ լավագույնը ինքը sense զինվորի պես կանգնած էր վերևում ու մենք շատ հեռու ենք իրարից այսինքն ռեժիսորական կազմը այլ կետում էր դիրքավորված Ռուբենենք այլ դիրք իրարից հեռու դիրքում շատ հեռու այսինքն Ռուբենենք չեն կարող ասեն որ չէ մի րոպե ստոպ այսինքն այդ հնարավորությունը չկա նույնիսկ վсё եթե ռեկա երաժշտությունը գնաց պիտի սկսվի process-ը իսկ մենք մի քանի հարկ վերևում ուղղակի ձայնից կամ իրար հետ ռացիայով կապ տալով շփման մեջ ենք եղել ու երբ որ բարձրացել էինք առաջին դուբլը նկարելու ու գիտեինք որ դա այդ պահին վերջին դուբլն է լինելու այսինքն աղջիկը որ վերևում սկսում է ապարել դրոնի կադրը ներքևում իրենց տեսանը Ռուբենս տեսանը նկարելուց հետո բարձրանում է կպնում է այդ կարմիր կտորներով աղջկա տեսարանին Նինայի տեսարանին ու երբ որ մենք արդեն վերևում ենք նայել ենք ամեն ինչ տեղում է ամեն ինչ օքեյ է բայց հենց մենք վերջնական չեք չենք արել որ ամեն ինչ օքեյ է այսինքն լավ sense բացատրեմ երևի կադրեր որ դնեք զուգահեռ կպատկերացնեն աղջիկը սկզբից կտորի մեջ փաթաթված է թաց կտորի արդեն թաց կտորի պիտի թաց չլիներ բայց արդեն թաց կտորի մեջ փաթաթված է ու երբ իսկ այդ կտորը կար մի կտոր որը որ գետնին փռված էր լայն մեծ 10 քանի կտոր sense իրար կպած բարձր ամբողջ այդ տանիքը փակած եւ կար մեկ այլ կտոր որը ռեկվիզիտի պես ինքը պետքա փակված լիներ Հիմա երբ որ սկսում ենք բարձրացել ենք վերև նայում ենք ամեն ինչ օքեյ ես մի քիչ ներքևից եմ նայում չեմ բարձրանում էլ վերև արդեն չեք արել ենք ամեն ինչ օքեյ է ու մտքովս անցնում որ հենց երաժշտությունը հնչում է ու երաժշտությունը սկսում է մոտավորապես մի 7-8 րոպե հետո սկսում է այս էպիզոդը հա Նինայի այսինքն չես կարա այդ մարդկանց արած գործը ջուրը գցես իրանք այդքան parallel են գիտես ամեն շարժումը ինչ տանջանքով է այդ ժամին լինում էլի մեկ էլ մտքովս անցնում է որ կարող է այդ կտորը տեղում չէր այսինքն այդ ռեկվիզիտ կտորը տեղում չէր բարձրանում եմ վերև ասում եմ նին կտորը չկա կտորը ասում է ու չենք կարող ասենք ստոպ տվեք այդտեղ որտեվ գիտենք всё դա միակ շանսն է տեղում ուղակի այդ գետնի կտորը հավաքում ենք աղջկա վրա ինքը փաթաթվում է դա դարձնում ենք ռեկվիզիտ ու այտենց արագ սպոնտան լուծումներով դու վստահ ես որ ես քեզ պետք է Ասի չէի պատմել, ասի ուղղակի անձրև է եկել։ Իրականում ես այս նկարանումների ժամանակ եմ հասկացել օպերայի շենքի մեծությունը տարածքային առումով ու երբ որ դու միշտ օրը քանի անգամ եք կորել ու դու որ միշտ տեսնում ես դրսից օպերան ինքը նենց է որ ինքը sense կասկադնի հարկերով է այդքան չի երևում մեծությունը բայց երբ որ մտնում ես իր մեջ ու այդ սաղ ամբողջ տանիքներով ու պրախոդներով անցնում ես նոր ես հասկանում ինքը ինչ բավականի ծավալի քանի հարկանի շենք է ինքը 13 սովորական հարկով 13 14 13 սովորական Հիմա որ մենք մուտք ենք գործում բայց եթե սովորական շենքի բերենք իրան 20-ից ավել 20-ից ավել 36 մետր եթե հաշվենք մոտավորապես անկող որտեվ հիմա մենք որ ծառայական մուտքով մուտք ենք գործում դա երրորդ հարկն է արդեն Բայց ի վերջո հա մենք ես ներքև օրինակ չեմ եղել վերևը չեն բարձրացնել կարող ասել Այսինքն անհնար է հաշվել։ Չէ, դե հանենար չի, ուղղակի ինչ-որ մի ստանդարտ եթե վերցնենք 3 մետրը ինչ-որ մեկ հարկ համարելու համար, ապա 20 դեկորներն են կհասնի հաստատ։ հա Ստա մայստրոն ասում ոչ, բայց ես միևնույն է այդ նկողից եմ ուզում հաշվենք, որտեղ այնտեղ նույն վերելակը 4-ից 5-րդ հարկ բարձրանալու համար դուք ասեք մենք հիմա նստած ենք 4-րդ հարկում վերելակի, իսկ 5-րդ հարկը մի քանի հարկ վերև մի քանի հարկ վերև է, այսինքն ինքը 3 հարկ բարձրանում է, բայց վերելակը ցույց է տալիս որ 1 հարկ բարձրացանք։
աստիճանով դու 4 հարկ բարձրանում ես, որ 4-ից 5 գնաս, կամ 3 հարկ բարձրանում ես, որ 4-ից 5 գնաս։ Շատ հետաքրքիր է այդ բանը, որ 3 տանիք պետքա նկարանեինք, ռեժիսորսկի Իրարից հեռու։ Հա, ռեժիսորսկի այսպես ասած կենտրոնը ոնց որ առաջի հարթակում էր ու հանկարծ եթե խնդիր էր առաջանում երկրորդ հարթակում ես պետքա ֆիզիկապես ընդեղ լինեի, այդ մոտավորապես 10 րոպե տևում էր ես որ հասնեմ այդտեղ։ Ու ամեն անգամ եթե դու պետք ես լինում որ անպայման դու պետքա տեղ լինես ֆիզիկապես ինչ որ բան պետքա տեսնես, հաստատես կամ չգիտեմ կադր պետքա տեսնես, ու այդ ամեն անգամ գնալ գալդ, այդքան քայլելը այդ ժամին ինքը 10 րոպե պիտի հետ գա որ կարողանան շարունակել շարունակի ու այդ 10 րոպե հետո երբ որ դու հետ ես գալի կարող է նորից հարց ծագի նորից դու գնաս այդտեղ ու այդ process-ը մի հատ Ինչքան ես նիհարել։ նիհարելը չգիտեմ բայց ասենք 6 կիլոմետր Առով շապելակերպը ապահովում։ հաստատ 20-30 հազար շаг արել եմ էլի չգիտեմ քանի քայլ եմ արել բայց լուրջ էտի ամենավերևի տանիքը որ անհարմար է բարձրանալու տեսանկյունից բարդ աստիճաններ է, այդտեղ մենակ ասում են այնտեղ բան չլինի, չկան չեն հանկարծ, որովհետև պետք է այդքան դու գնաս նորից հետ գաս։ Գիտեք ինչքան հաճելի է լսել, որ մենք այսօր ֆիլմը անշուշտ կարևոր է շատ, բայց մենք խոսում ենք օպերային թատրոնի մասին եւ խոսում ենք բալետային կամ օպերային արվեստի մասին, ի վերջո դասական արվեստի մասին եւ այսօր Հայաստանի Հանրապետությունում կատարվում են բազմաթիվ համերգներ, ներկայացումներ դասական արվեստը ներկայացնելով եւ ի հպարտությունս ինձ մենք փաստորեն Հայաստանը ներկայացրել ենք Եվրոտեսի դասական, որ մենք դասական արվեստ ներկայացնողներից մեկն ենք։ Մեր ոլորտի ժողովրդի համար դա մեծ ձեռքբերում է, անկեղծ, որովհետև դա մեր բոլորի հպարտությունն է։ Մեկ անգամ եւս ուզում եմ շնորհակալություն հայտնել ամբողջ անձնակազմին, որ փաստորեն դասական արվեստը Հայաստանում գնահատվում է այսօր։ Մենք շեշտադրում ենք նաև, ասենք, տուրիստները շատ են սիրում Գայանե բալետը նայել, որովհետև մեր գոնե մեր թատրոնը միակն է այսօր, որտեղ Գայանե բալետը կարող են տեսնել աշխարհում, միակ թատրոնն է։ Ուրիշ որևէ միտեղ դուք Գայանեն չեք կարող տեսնել ամբողջական։ Այսինքն լինում որ հատուկ դրա համար են գալիս Երևան։ Այո։ Եվ դա մեր վիզիտ քարտն է, այսպես ասած։ Ընդ որում գլուխ գործոց ներկայացում Մինաս Ավետիսյան, նկարչությունը Գեստեյնը Ռուբինա Հովհաննիսյան, իսկ բեմադրությունները Վիլեն Գալստյանի։ Այդ առումով մենք բախտավոր ենք եւ նորից եմ ասում, որ ինձ համար մեծ պատիվ է մենք այսօր օպերային թատրոնի բեմահարթակում խոսում ենք օպերային թատրոնի մասին։ Եվ ես ոնց հասկանում եմ, սա հետո հանդիսատեսն է տեսնելու, որ 21-րդ դարում մենք խոսում ենք օպերային եւ բալետային արվեստի մասին։ Իրականում ես էլ վերադառնում հուսամ մոտ ապագայում մենք ունենանք շատ ավելի ձեռքբերումներ, որովհետեւ գոնե Ռուբենը ներկա է մինչև մի քանի տարի առաջ բալետի արտիստները դե գոնե գիտենք որ շատ դժվար ոլորտ է եւ մենք բալետային երկիր չենք անշուշտ ունեցել ենք հաջողություններ բայց երիտասարդները աշխատանքից ժամը 2-ից հետո գնում են մեկ այլ ուրիշ աշխատանք են անում հիմա մենք կարող ենք մինչև 6-7-ը տեսնել որ մարդիկ ինդիվիդուալ պարապմունքներ են անում փորձում են ձգտում են ավելի լավը լինել որովհետեւ իրենք արդեն իրենց գնահատում են որպես արտիստ եւ այսօր Հայաստանի Հանրապետությունում դասական ոլորտի մեջ երաժիշտ լինելը նաեւ պատվավոր է բալետի արտիստ լինելը դա պատվավոր է եւ նմանատիպ նախագծերը նույնպես նպաստում են որպեսզի մենք կարողանանք մեր ընկալումներն ու պատկերացումները ճիշտ
ձևակերպենք դասական արվեստի նկատմամբ։ Ինչի համար ես էլ միանալով մայստրոյի խոսքին ուզում եմ շնորհակալությունս հայտնեմ թե Անդրեան հեռուստատեսությանը, թե Արամայեսի խմբին ու թիմին մեծ, թե Հովանեսի արտիստերին, թե Վահագի բոլորին, մեր օպերատորներին, մեր դիմահարդարներին, որովհետև իրականում այո, մենք շատ մեծ նշաձող ենք այսօր սահմանել, Լատվիան վաղը դիմավորի թե, չգիտեմ, Ավստրիան էական չի, բայց մենք պատվով նշաձող ենք սահմանել, որը սկսել է մեզանից։ Ու սկսել են ինչ մի պատմական միջավայրից ու ինչ պատմական մի կոմպոզիտորի ստեղծագործներով նաև ու մենք դա կարողացել ենք հպարտորեն եմ դա ասում, անկեղծ պարտանում եմ յուրաքանչյուրի արած աշխատանքով եւ ընդհանուր այդ ձեռքբերումով, որ մենք նշաձող սահմանող ենք դարձել։ Իսկ վերադառնալով բալետային արվեստին կամ թատրոնի գործունեությանը, վառ ապացույցն է, որ թատրոնի մասին այսօր գիտեն շատ լուրջ հեղինակավոր թատրոններ ու նաև այդ թատրոնում գործող արտիստներ, ինչը փաստում է մեր թատերախմբի արտիստների ներկա գտնվելը։ Մենք ունենք արտիստ մեծ թատրոնից, մենք ունենք Աստված առաջ շատ շուտով նաև Լասկալայից մենք կունենանք արտիստ, որ մեր հիմնովի արտիստները։ Այսինքն ոչ միայն հայեր են արդեն համալրված մեր բալետային արտիստների շարքերում ունենք։ Ճապոնուհի ունենք, ճապոնուհի որ ասացիք, վալսի կտորում կա ապարումը։ Դուք վալսն եք ասում։ Դե ես վալսի ժամանակ տեսա։ Վերջի ներկայացումը, որ Գայանեն եմ ղեկավարում, այնտեղ աղջիկների պարկ կա։ Գորգագործուհիները։ Գորգագործուհին ճապոնացի։ Մեղա քեզ դերասված հայկական Իլիկները ձեռքի։ Հա, ուկրաինացի ունենք, ռուս ունենք, տարբեր ազգի ներկայացուցիչներ ունենք, որոնք անկեղծ լսելով թատրոնի մասին, խաղացանքի մասին, իրանք են գալիս։ Հիմա ճանապարհին երկու ճապոնուհի նույնպես։ Ոնց են հայտնվում իրանք։ մրցույթով։ Մրցույթով գալիս են այստեղ իրանք են մեզ գտնում, գրում, ցանկություն են ներկայացնում, դե տեսա հոլովակ են ուզում։ Այստեղ ապրում են։ Այո, Այստեղ են ապրում։ Հիմա եւս երկու հոգի գալիս է ճանապարհին, երկու ճապոնուհի նույնպես։ Եվ Սատանում է թիվը ճապոնուհիներ։ Ոչ միայն։ Մենք միայն ուրախ ենք իդեպ ասեմ, որովհետև մենք այդ ազգից շատ բան ունենք սովորելու։ հա դիսցիպլինայի հետ կապված։ Եվ անշուշտ նաև պետք է նշենք, որ մեր երգիչ-երգչուհիները ներկայացուցիչները Հայաստան Հանրապետության այսօր զարդարում են աշխարհի լավագույն թատրոնները։ Հա։ Եվ այդ առումով դա էլ է մեծ ձեռքբերում մեզ համար, բոլորիս համար։ Արամայիս ջան, շնորհակալություն, որ այն մտահղացումները, որ մենք տեսանք, իհարկե բնականորեն, որովհետև պայմանները շատ սուղ էին եւ իրականում դուք այս ոլորտի ներկայացուցիչները միգուցե մենք չենք հասկանում ինչպես կարելի է 20 օրում A-ից գալ B, որովհետև դուք խոսում եք մի պրոյեկտի մասին, որը երևի մի քանի ամիս պետք է Պայմանագիր ուներ ուղղակի։ Այդ իր գործարը։ Պարոնակ, ես պետք է վազեմ, եթե դեմ չեք։ Գնամ այդքան խոսեցինք, աթոռն էլ տանեմ հետս, հա։ Չէ, աթոռը Աթոռ տանելը լավ նշան չէ։ Ես ճանապարհ ուր եք գնում։ Փորձի որ ճիշտ ասեմ, ներկայացման մի փորձ կա, որի մասին դեռ լավ կունենանք։ Այդ որ հանեցիր էլ մի խոսա էլ արդեն անի մասնակա չի լսում վերջ։ Չէ, կանջատեք։ Տեսություն Ռոբին։ Ես հենց ուզում եի Վահագին էլ հարց տայի, մենք արտիստներով շրջապատված ենք, միշտ խոսում ենք, այն մարդիկ, ովքեր աշխատում են կադրի հետևում, սովորաբար ավելի միշտ համեստ են լինում։ Ես ուզում եմ բարդություններից խոսացինք, բայց մի քիչ դու պատմես այդ ձայնային, լուսային, տեխնիկական բարդությունները, որովհետև դրանք մենք չենք տեսել, բայց դրանք դու կրել ես ընդ որում եւ ֆիլմում եւ ամբողջ մեր դասական Եվրատեսիլի ընթացքում, այսինքն դու միշտ մեր կողքին ես եղել, ուզում եմ մի քիչ պատմես։ Պատմեմ Արամայիսի այդ աշխատանքից, որովհետև վաղուց ենք իրար հետ աշխատում, վաղուց իրար գիտենք, մի տեսակ համ հեշտ է, համ դժվար է, հեշտ այն առումով, որ վստահությունը մեծ է, մի թեթև պատմում էր ինչ ա ուզում ու չէր խառնվում ոչ մի բանն էլի, ասում է սենց բան ենք անելու, ես փորձում եմ իրան փոխադարձ այդ ամեն ինչը ներկայացնեմ ոնց է լինելու, ինչ առնելու ու դրանից ելնելով ստացանք սիրուն մի բան Արամայիսի հետ համատեղ աշխատանքի մեջ գրեթե
ոչ մի բան չի եղել, որ ուզի ու չստանանք այն երկրորդ տարբերակի մեջ, էլի։ Ամեն ինչ փորձեցինք ստանալ, մենք դե բնականաբար մի քիչ շուտ ավելի մտանք շենք, տարածք ու տանիքները, որովհետև երկար պետքա պատրաստվեինք, մոտավոր մի եթե չեմ սխալվում 8 օր ավել տևեց այդ պատրաստվելու աշխատանքները, դեկորացիան, լույսը, ձայնը, մեր համար էր դժվար, որովհետև 3 այդ հարկներ ու միտեղ նկարահանումը գնում էր, չէինք հասկանում մենք ճիշտ ենք աշխատում, թե չէ, որովհետև ընդամենը մի կադրով տեսնում էինք, որը հաճախ անջատվում էր կամ ինչ-որ մի բան էր լինում, որովհետև շատ հեռու էր այդ ամեն ինչը իրարից։ Այստեղ նաև գործի ենք դրել այն սխեմա ենք մտածել այնց, որ իրական ժամանակում ամբողջ տանիքներում նկարահանում լիներ, ինքը իրանից շատ մեծ բարդություն էր բերել, որովհետև շատ այտենց մեծ պրոֆեսիոնալ կամերաներով նկարելու դեպքում փորձ չէր եղել նմանատիպ մեծ կամերաներով այտենց սեթափ անելը, դա էլ իր հերթին մեծ բարդություն էր բերում ու դու կադրը այդ պահին տեսել ես ու գնացել ես, բայց դու սիգնալ չունես այդ կամերայից, որովհետև այդ տարածության մեջ այդ կամերաների կես չափի սիգնալ ունես, ամբողջական չունես ու դու տեղ կա, որ պրոստը մտածում ես, որ երևի ճիշտ է գնում են ինչ որ ուզում ես, դու ի սկզբանե կադրը դրել ես, նայել ես, բայց հետո չգիտես արդեն այդ process-ը ոնց է, էլի ոնց որ գնալու։ Ու դա ինքը իրանից բնականաբար բարդություն էր ստեղծում, բայց այդ սխեման եթե մենք չգործեինք, մենք մի շաբաթ կնկարեինք այդ տեսարանները, կարող է եւ ավել նկարեինք, որովհետեւ այդ ոնց որ այդ պահին ամենաճիշտ որոշումներից մեկն էր, որ միառժամանակ այդ ամեն ինչը նկարվեր։ Հովհաննեսը որ ասում էր վերևում մենք չենք կարա ստոպ տայինք, իրական ոչ մեկ չէր կարա ստոպ տար, որովհետեւ այդ օրկեստրը, Ադաջոն ու նաեւ Նինայի կտորը ոնց որ իրար հետ ամբողջական կպած էին իրար, որ մեկը քանդեիր, ինքը sense կծիկի նման քանդեր ու պլյուս դրան, որ անձրևը մեզ հետևում էր, որ ամեն մեկը հեռախոսով տարբեր էփերով նայում, ամեն մեկը ասում է ստեղով տալիս է 70% անձրև, ամեն մեկը ասում է 90% է տանել, այսինքն սաղ ֆորմատում էին այտենց, որ իմանային անձրևա գալու թե չէ, ու այդ սխեման շատ լավ գործեց իրականում, բայց հաջորդիվ նմանատիպ բան անելուց արդեն սա շատ լավ մեծ փորձ էր, որ ոնց անել, էլ ավելի հեշտացնել այդ ամեն ինչը, որտեղ նմանատիպ բան առաջի անգամ էր արվում, թմի համար էլ էր բարդ, բավական մեծ պերսոնալ աշխատող պետքա լինի այդտեղ, որ կարողանան այդ ամեն ինչը սպասարկեն, թե տեխնիկական առումով, ստեղծագործական առումով, չգիտես, խնդիրներ են ընթացքում առաջանում, այսինքն այդ որ մի հատ այդ 3 հարգը հետաքրքիր էր, էլի մոտիվացիա կար, որովհետև ինչ որ նոր բաներ արվում, հետաքրքիր բաներ արվում, այսինքն challenge-ը տենց է։ Հենց դա երբ որ արվում է ստանդարտ բան, միշտ տենց է, չէ՞, երբ որ անում ես մի բան, որ անընդհատ արել ես, դե տենց անում ես, աշխատանք ունես, պայմանագիր բան, բայց այդ հետաքրքրությունը չկա։ Սենց դեպքում ինքը նաև հետաքրքրությունն է տալիս այդ մոտիվացիան լավ բան անելու ու կարծում եմ, որ երևի թե բոլորի մոտ է տենց եղել, որ ինչ որ նոր բան է արվում, հետաքրքիր փորձ է ու իհարկե առիթն է բավականին մեծ առիթ, այո, բայց նաև շատ կարևոր է թե ինչ արվում է այստեղ ու թե ինչա ներկայացվում ու թե որտեղ է դա հեռարձակվելու ընդհանրապես ու հենց դա է ստացվեց այս ամեն ինչը անել։ Իրականում այդ պատասխանատվությունը շատ մեծ է այն առումով, որ մի պայտակ, երբ որ դու նկարանման process-ի մեջ ես ու դու գործ ես անում ես այն ինչը որ մտածել ես ուղղակի իրագործում ես, կապ չունի այդ պահին տանջվում ես, չես տանջվում, բայց մի պահ որ մտածում ես այդ պատասխանատվությունը, որ սա ամբողջ ինչ որ Եվրոպան է նայելու, այդ ոնց որ քեզ ավելի է պարտավորեցնում, որ գնաս այդ վերջնարդյունքին, որ դու ունենաս լավ ռեզուլտատ։ Էդ էլ է իր դերը միանշանակ խաղում, որովհետև դու չես կարա միջակ գործանես, չես կարա նես բան ունես, որ մարդկանց դա չգոհացնի կամ սխալ անկյունից չտեսնեն այդ կառույցի մասին ֆիլմը, որովհետև առաջի իմ պրակտիկայի մեջ ես առաջի դեպքն է, որ գլխավոր հերոսը շենքն է, մարդ չի, որ դու մարդու հետ գնաս էմոցիան իրան ասես էմոցիա արտահայտի, որ դու տենաս էմոցիան կոզած այս շենքի մասին է, որ պատմությունը շենքին ոնց ներկայացնես, որ ինքը
հասկանալի լինի, որ հերոսը հենց ինքն է։ Բայց իրականում ինչ է ստացվում, որ հերոսը շենքն է, բայց ֆիլմի միջոցով ցույց է տրվում, թե ինչպես ենք մենք բոլորս սիրում ենք շենքը։ Եվ քանի որ մենք տոնում ենք 100-ամյակը եւ մեր գլխավոր հերոսը շենքն է, ես առաջարկում եմ Հովանեսին ու Վահագին ճանապարհենք, որովհետեւ իրենք էլ են զբաղված, ու մայստրո ձեր ուղեկցությամբ մենք միասին երեքով շրջենք օպերայի թատրոնի այն գաղտնի տեղերով, որոնք հանդիսատեսին երբեք հասանելի չեն, որտեղ նկարեցինք ֆիլմը ի վերջո եւ վստահ եմ այն մարդիկ, որ նայելու են սա, առաջին անգամ են տեսնելու մի բան, ինչը երբեք չեն էլ պատկերացրել, այնպես որ թե դեմ չեք շրջենք։ Մի խոսքով գնանք քայլելու։ Դե ձեզ բարի երթ։ Ձեզ բարի երթ։ Սա հանում ենք, Շնորհակալություն բոլորին ժողովուրդ։ մնում է, հա։ Քիչ մա, բայց այս ամբողջ Համստեղ կա սրա նույն հայլայնն մյուս կողմը կա սրա ու այս դեկորացիաների մեջ ոնց պետք է այդ քաղաքը սարքես առասարակ պատմությունը շարժվի։ ինքը իրականում Աստվածյանի պատերազմ լինի, սա այն կենտրոնական տեղն է, որ ասենք կենտ բանը բունկեր է։ Հա, բունկեր է։ Որտեղ ունենք բունկեր է։ Իստեղ մուտք կա դրսից։ Միայն աստիճաններով, բայց այն հիններն ասում են, որ այստեղ ինչ-որ թունելներ կան, որ վերում է, դրա համար չենք խորանում այդ կողմերը, բայց չեք գտել է, չէ։ Բայց sense բան ասում են Երևանի տակ թունելներ կա։ Այո։ Բայց այս ամեն ինչը փաստորեն 0-ից սկսված եւ մենք տեսնում ենք, ասենք այդ շինարարները ոնց են այն ժամանակ աշխատել։ Ասենք տեխնիկա չլինելու պայմաններում, հա, ոնց է այս ամեն ինչը կառուցվել։ Սա հետո վերանորոգվել է, չէ՞։ Չէ, սա ոչինչ։ Սա ոնց կա։ Այդ որ խոսում ենք երբ որ խոսում ենք բարձությունից, Ստե ոչ մի բան ձեր տված չի։ որ խոսում ենք բարձությունից ամեն հարկի ինչքան է։ Դե Էս է մի հարկի բարձությունը։ Հա։ Որ հարկերն էի կարծում։ Էսի մի հարկ է։ Ու տես 13 հարկ։ Դե հետո Հա։ Բայց բացված Հովանեսը ասաց 20, եթե հաշվենք։ Չէ, եթե սովորական բնակարանայինով հաշվենք, այո։ Հիմա այստեղ մենք համերգներ ենք, ոնց գուշ։ Մենք այստեղ համերգներ ենք անում, իհարկե սա մաքրվում է քիչ, հենց կենտրոնում։ Այսինքն կլոր բեմն է, չէ՞։ Էսի կենտրոնական հատվածն է։ Լոֆտ միջավայրն է եւ Այսինքն բացել թե մաքրել։ Չէ, մենք սա ստեղ Հիմա դեկորա դրված, այս դեկորները դուրս են գալիս։ Նկարանման ժամանակ եմ Նկարանման ժամանակ այս ամբողջը դեկորները նայել ենք ինչ դեկորներ ենք ուզում օգտագործենք ու ոնց պետքա մեր ճանապարհը անցնի ու դրա դեկորները հասկացել ենք որ դեկորը որտեղին որտեվ սա մեր համար ծառայում էր պրախոտ որը որ պետքա դուրս գար օրկեստրովկայի յամա Հա, էս է Էսի այդ միջանցները որտեղից սա այս դեկորները հանված էր ստեղ սարքած էր առանձին միջավայր ու այդ սա ոնց որ մաքրել ենք այն ինչ որ մեզ պետք էր այդ էինք դասավորել Սա կենտրոնն է, այս հատվածը։ Հիմա մենք բեմի տակ Այս Բեմի տակ ենք։ նո անմիջապես չէ։ Այդտենց մի քանի հարկով։ հա Սա քանի հարկ է։ Հիմա իրա վրա մի հարկ կա, այսինքն սրա վրա 3 հարկ Էլի կա։ սենց հարկ կա։ Էլի մի քիչ ռեկվիզիտներ։ ավելի կարճ, բայց ցածր ավելի, ասենք, եթե ստեղ ինչքան է 5 մետր, Մոտավոր, հա։ այնտեղ ասենք 3 մետր է սրա վրա։ Էլի դեկորները պահվում այնտեղ, երկու հարկից այտենց ամբողջ դեկորները հավաքել ենք ստեղ, է։ Դե իրականում այն ժամանակահատվածի համար, որտեղ այս շենքը ստացել է Grand Prix բան, ոսկե մեդալ է ստացել։ Հա, ինքը այդ դե բայց որ պատկերացնես որ թվին է սա, Բայց մի հատ ցավալի բան կա։ Համենը չունի տունթանգը։ հա։ Այս ամեն ինչը ինք ստեղծող Դեպի քաղաքն է։ դե քաղաքը օպերան հիմա մենք մտածում ենք օպերային թատրոնում մի հատված որ Թանգարան նվիրված ասենք որոշակի ատրիբուտներ որ ի վերջո պետք է Առանձին Իրանից պահպանված։
հիմա պիտի շնորհակալություն ասես մի ձև, գոնե ասենք մի հատ անկյուն լինի, որտեղ նույն տուրիստը գալիս է, դա Tamanyan, вот, пожалуйста, կամ please, նայեք, ես մարդ ստեղծողը սա է, սա ասենք իր ֆրակն ա եղել կամ չգիտեմ։ Այն փոքր թանգարանը չէ։ Ինչ որ մի հատ այդպեսի բան ուզում ենք թատրոնում անել։ Հա, շատ լավ իջա։ Նման կերպով շնորհակալություն կարող Իսկ այդ որ համերգներ եք անում ստեղ բայս անում։ Այս դեկորները մաքրվում են։ Կենտրոնական Իսկ այս հատվածը մնում է։ Այս հատվածը մնում է, ինքը իր դեկորները լուսավորվում են տակից, բանը հիմա հետաքրքիր աուրա է։ Շատ հետաքրքիր մթնոլորտ ստանում է։ Սիրա բետոնի բանը սարանը շատ ուժեղ է։ Դե բոլոր դեպքերում այն ժամանակ դե պատկերացրեք, էլի ինքը ոնց է։ Այն կողմում ինչա։ Նույնի հայլայնն է։ Քանի քառակուսի է սա։ Այս պարտավորային հատը։ Մենք փաստորեն օպերային թատրոնը մոտավորապես sense կլորացած ասենք 30,000 քառակուսի է։ Հարկերով բան։ Այո։ Այս նույն ձև ոնց էս կողմն է, այն կողմն է, հա։ Նույն լիֆտից է, բարձանում ես վերև։ Նույն։ Ոչ, this ֆանտաստիկ բան է դա։ Հələ ինչ ողա։ Միշտ էս բանը ձերմարտիճանը կա նույն ձև։ Այն կողմն է, հա, դեկորներ։ Դեկորներ, ռեկվիզիտ, Ես կողմ ավելի լավ է։ գործեր բերել։ Այդտենց կարող են գալ հիմա։ Okay, կարող ենք։ То акустикան էլ էստեղ։ Հի հո ֆանտաստիկ։ Որ ասում էին բեմ են գտել, սրա մասին է խոսքը։ Չէ։ Չէ։ Մենք այստեղ առաջին իմ առաջի պրես-կոնֆերենցիան որպեսզի ուշադրությունը բևեռենք, որ բեմի տակ հենց մի հատ մթնոլորտ կա։ Ու հետո սկսեցինք համերգներ անել։ Իսկ այս տարածքը շատ քիչ է, չէ՞ օգտագործվել ճիշտ եմ հասկանում։ Ընդհանրապես չի օգտագործվում։ Ինքը օգտագործվում է մենակ դեկորի համար, ռեկվիզիտ, ասենց։ Բայց մենք իրան օգտագործում ենք իբրև համերգներ, ներկայացումներ, մոնո ներկայացումներ ենք անում այստեղ։ Ու մոտավորապես 200 հանդիսատես կարողանում ենք ունենալ։ Սա նկարանանումների համար է կարելի է օգտագործել։ Հա, իհարկե։ Հետո ինչպես նկատեցի, ինչ հով է հիմա։ Անգամ օպերայի աշխատողներից ասում էին հիմա դուք էս որ անում եք, հետո տենալու են, գալու են, էլի նույն բան ուզեն։ Դե լավ է։ Սեպտեմբերի նոր տարածք ենք վարձակալել Պահեստային։ Այս ամբողջ դեկորները անում են, որովհետև իրականում թատրոնում պետք է 3 ներկայացում մնա։ Մնացածը պետք է գնա գա, այս անիվը պետք է պտտվի։ Թատրոնը միշտ 3-ը պետք է մնա, գնա գա։ Ու այս ամեն ինչը կլինի ավելի ազատ։ Դրա համար նկարահանում Սա առանձին վարձակալություն գալիս է։ իրականում այո, կան բանկային համակարգ, որ գալիս են այստեղ բաներ։ Միջոցառում։ Այս ցենը որ կա, մեխանիզմները սա տեղը կա։ Ձենը որ լսում ես, մեխանիզմները սա վես պատի հետևն է։ Կոժերներ, բաններ, մենակ մի բան չկա, որ այդ պտտվող բանը չկա, ես հույս ունեմ, որ մի օր կունենանք, մի օր կունենանք։ Բեմ որ տտվի։ Բեմը տտվի։ Հույս ունեմ, որ մի օր կունենանք այդ։ Այս քանի մետր է։ Դե կլինի 5 որ հաստատ է։ Չէ, ավել է, ավել է։ 7 մետր կլինի։ Հա, 7 կա, հաստատ 7 կա։ Քանի մետր է։ 6։ Իրականում էլի գաղափարի բան է։ Այս քո տարածքն է։ Հա։ Նաեւ Հա։ Իրականում լավ պատասխան։ գաղափարն ամենասկզբից չէ, բան լինում որ իդեա հետո սկսում ես դա բան անել։ Ստենից հետաքրքիր բաներ կարելի է անել իրականում։ Ստեղ ամենաբարդը լուսավորությունն էր, որ
կամերան 360 աստիճան պտտվում է ու ոչ մի բան իրանից շողք չպետք է անգնի դերասանների վրա։ Ունենց էր ծրագրավորած, կամերան որ կողմ որ պտտվում է, այդ զոնայի լույսերը անջատում էինք, այսինքն ի սկզբանե ծրագրը, ինքը ոնց որ իր հետ անընդհատ այդ պտույտը կար։ Ու նաև ստեղ հիմնական տեմպերատուրայով տաք լույսերով են կարել, որ այս բետոնի շախտայի այդ տեսքը ինքը ավելի գծվեր է։ Ափսոս եմ բանի փակ է, բեմը փակ է։ Այս կենտրոնական հատվածը։ Մի օր պետք է տեսնեմ։ Դե բանով տեսել եմ, տեսել եմ, ուզում եի sense տեսնի։ Ես չես բանալի։ Այս կողմից բաց արի։ Բաց է կողմից։ Բանը իր ֆակտուրան է դրվում։ Այսքան ծով էր հավաքածով էր։ Հա, սրանով էր հավաքել։ Այսքան։ Հայ դե չկա։ Չէ։ Հա, դա։ Ինքը բեմում ներկայացման համար է ինքը, մենք ստեղ էինք հավաքել։ Հայ մոքրի չէ տպավորվել, որ ինքը կա։ Հա, սենց ինքը հարթ տեղ է։ Այս օթափողությունն էլ է։ Այո։ Հին։ Բայց սրանք հնարավոր է նորից ինչ-որ Ինչ է։ Աշխատում է, եւ միացնեն աշխատում է։ Քաշով է ինքը, քաշով։ աշխատա, մենակ Չայ, մենակ քաշով։ Հա, ոչ չի տալի։ Ես կանդը բայց։ Ստեղ է տարածք կա, այստեղից աստիճանները են բարձրանում է։ Հենա։ Ու տեղից մտնում ես դες ամբողջ այս մեջը նորից էլի սենց տեղ է։ Քանի կամազ Ես դեռ չեմ կարող։ Ստեղից քանի կամազ 30 կամազ բան են քանել։ Էս հիմա ինչ որ նայում եք, այդ այն որ մաքրած այն եթե եղել եք Նեապոլ, տեսել եք այդ աղբը, էլի փողոցները։ Ստեղ ասում եմ քանի կամազ աղբ են քանել։ Անհասկանալի։ Աղբը ստեղ են իցրել։ Դե հա, վերել ինչ կար լսած, դու Խոսանք էլի։ Հիմա մաքուր է։ Դաժանտեղ նկարանում բան արեցին, միջոցառում արեցին նկարանը։ Մտանոց ինչու են անում։ Это испанский шлям, да? Դողը մնացել է։ Ստեղ լավ ջուր է եղել, չէ՞։ Խոնավությունը շատ է։ Հիմա ես մեջտեղ ամբողջ ջուրը, բասեին է հիմա այս մեջտեղ մեջը։ Ամբողջ ջուրը մեջն է, ստեղից սիստեմը եթե բաժարացված չանի, միանգամից նասոսները աշխատում է։ Ու ամբողջ սիստեմին է տալիս ջուրը։ Մեջը ամբողջ ջուր է տակը։ Այս նոր է սա, չէ՞։ Չէ, շուտ է։ Հասնում։ Ուղղակի վրան ծածկեցինք մենք։ Հա, բաց է։ Հա, բաց էր ամբողջ, դրա համար որ դեկորները դնենք, հիմա ամբողջ տակը ջուր է։ Դե դրա համար բանի առումով դեկորացիա պետք է այստեղ չլինի։ Ընդհանրապես։ Ես խոնավությունը կուտի է։ Ինչ տարածքի խնդիր կա։ Չէ, սա պետք է բան նոր տարածք վերցնեն, ուսանք կվերցնեն։ Իրականում ինքը բավական քանքաշ է։ Բանկային համակարգի 10 միլիոնով բան վերցնում։ Իրանք այդ բաները, հա։ Դու լավ է, մենք հեռում ենք։ չէ, համագործակցության առումով օրինակի համար, եթե այստեղ պետք է լինի նկարանումներ կամ ասենք պատկերացրեք, որ մի հատ հաղորդաշար լինի, հենց տեղից լինի։ Օրինակ, ինչու՞ չէ։ Շատ լավն է Ու հարցականը որտեղ է նկարանումը լինում։ իրականում։ Ամենավերջում, ասենք չգիտեմ 30-րդ հաղորդման, ասենք որ օպերայի նկողում ենք գտնվում։ Ոստերի ինչ ասես կարելի է կարելի։ Մերսի։ Մերսի, շատ հետաքրքիր է։ Այդ կտորը լսեցի վիդեո։ Հա, ամեն ինչ լսում եմ։ Որը։ Всё, ծածկ տես կտպենք, արի գնացինք ինձ։ Ստուդիա։ Չէ, ստոպ չենք տալիս, արի։ Իր համար եմ ստարացնում։ Պրոստը տես պանորամայից վերել։ Այդ են կանգնող մտածում Հա, իդեպ ճիշտ է, դեպի բայրում։ Այս լիֆտը բանը։ Օպերայի, ես եմ Դեպքը օպերա։ Վերեժը սցենարներ կունենա։
Seriakan պատմությունները բացահայտում են այդ կողքի պետք է բացահայտում անել տվյալ դեպքում ինչա եղել իրականացած միսիկ դետեկտիվ բաներ ամեն մեկը խաղում է երկու կողքի իմաստն է սպանություն է եղել պետք է բացահայտել հետաքրքիր բանա հարցնողի հետ պատմություն ստեղ նկարեք մի պատմություն ունեն այստեղ կապված Maestro ջան, չեք գալիս դուք։ Մենք հրավիրեցինք Լասկալայի տեխնիկական տնօրենին այստեղ, մի շաբաթով եկա, հիմա գնացել է ամբողջ վերազնումը գծում։ Ես դեռ պատիվ այսինքն ինչա պետք, ոնց պետք է աշխատի, օրինակ Լասկալան մինչև հիմա իրանք մնացել են տրադիցիոն ձեռքերով են դեք բաները բարձրացնում կուլիսները։ Բայց մի հատ իրանք մեխանիկա Լասկալան չի ընդունում մեխանիկա։ Բավոր ինտերնետը անջատվեց, բավոր հոսանքա գնաց, ամեն ինչը ձեռքով դարձնում։ Բայց քիչ օպերային թատրոններ էլ կան, որ այս հագեցվածությունը ունեն։ Այո, որտեղ ինքը բավականին ճիշտ է հնացել է լիքը բաներ, բայց ինքը բավականին հագեցած է։ Դե իրականում ասեմ, այս տեխնիկան որ փոխվեց ժամանակին, ավստրիական ֆիրմայի հետ կոնտրակտ եղավ, բայց գնեցին վերջի տարվա մոդելը։ Եմ որ ոնց է մեքենայի բոդին փոխվում է, չէ՞, դրանից հետո բոդին փոխվում է, ու մենք ամեն ինչ որ պետք է գտնենք, էլի սև շուկայում ինչ կա, ասենք second hand որտեղից կարող ենք, որտեղ նոր էլ չի արտադրվում։ Այդ առումով, բայց օտար երկրի, ասենք ռեժիսորները բարձր կարծում են, մենք լավ տեխնիկա ունենք։ Բայց ամեն տարի վերանորոգման գումարներ են գնում, որ այս բավականին ճշգրիտ է աշխատում։ Այո։ Դե ավստրիական ֆիրման ինքը լավն է։ Ու մաստերից է այդ բանը։ Այս մեր տանիքից ես խնդիր ունեի անցում դեպի Ստեղից սկսում է օպերայի շենքի ներս պետք է մտնեի, դրա համար այդ բեմի կտորը, որ ստեղծել էի կարմիր գույնի հենց ամենավերջի տեսարանում, տանիքի, այդտեղից այստեղ կտորը երբ որ թափվում է, պարողների հետ կամերան ուղեկցում է դեպի խորշերը, որ տեսնենք կուլիսային կյանքը։ Հետո կուլիսային կյանքից հետո այստեղ մոտավորապես 3 հոգի ապահովում էր անվտանգությունը օպերատորի։ Ու այս պանտուսը սարքել ենք, որ կարողանայինք իրան ֆիզիկապես հանենք դուրս։ Ու երբ որ բարձրանում է վերև, իրան լարման տակից պետքա հանես, այսինքն տրոսները ֆիզիկապես պետքա ձգեն, դա սաղ թայն կոդով է դրված եղել, որովհետև եթե դա տես չանես, ռուշնոյ չի աշխատի։ Իրան պետքա հանեինք դուրս, լարումից ոնց որ ազատեինք, նոր կարողանար ինքը իջներ ներքև։
բայց այդտեղ պաուզա չլնելու համար պետք է միզանսցեն բեմադրես, որ այդքան process հետում այնտեղ գցում են իր վրա ինչ որ բաներ են անում, ու իր համար բարդ է, անդադ իրան կպնում են ու ինքը պետք է կադրել պայի, որ կադրի մեջ ձյոր չլինի ճիշտ կոմպոզիցիա լինի, մի քանի ոնց որ բարդություն ենք ստեղծել էլ իր համար։ Ու ստեղից հենց ճանապարհում էինք, արդեն հանգիստ էր էլի գնում, բայց հենց այդտեղ խնդիր էր լինում, մի անգամից ստոպ էի տալի, որտեղ 35 կիլո քաշել չէր ինքը դիմանա մինչև վերջ նկարել։ Եթե իրան շատ էին ստե տան։ Դիստոպ տայինք հանգստանալ։ Ստերության այստեղից սկսած մի կադրով մենք գնում ենք, իջնում ենք ներքև, խորքը, ինչքան է իջել։ Հաշվել ենք ուղիղ 450-ից 500 մետր շագ է արել, այսինքն ամբողջ տրայեկտորիան, որ ինչքան որ պտտվել է։ Բայց ես պետքա տեսնել։ Եկեք նայեք։ Քանի անգամ է ասենց իջել բարձրից։ Երևի մի 30-40 անգամ կարող է իջեցել։ Այդ չենք հաշվել, բայց շատ է այդ գործողությունը։ Ու պլյուս ինքը նկարում է, այդ ընթացքում ինքը նկարում է։ Ապրես ու դրա հետ ինքը պետք է կադր պայի, օդի մեջ իջնում է, պետք է պայի այդ ակրոբատին ու ներքևն էլ իրավից պետք է 26 երբեք 26 ժամ։ Ինքը հայ չի Վրաստանում են, դեք առասարակ ամենաերկար սմենը 16 ժամն է, դրանից ավել չեն նկարում։ Իր համար քանի որ էս չելենջ էր, ու իրան էլ էր պետք ոնց որ էս որ ինքը ստանա էս ամեն ինչը, ոնց որ ինքն էլ էր գնացել այդ ծողոցանը ու 26 ժամ նկարանման process-ի մեջ էր։ Դրա համար էլ ակրոբատները։ Ու էս ամբողջ տարածքը լուսավորություն կարողանայինք ապահովել, որ էս լարերը, էս խորությունները սա երևա։ Սա հարկերով այտենց մոտավորապես տևել է ուղիղ 3 օր ամբողջ շենքի լուսավորությունը անել է։ Այս սեթափները անելով գնալ է։ Այս ամբողջ լույսը։ Մենակ էսի չէ, ամբողջ տարածքը, որտեղ կամերան այդքան տարածքով անցնելուց պետք է սա լուսավորությունը ի սկզբանե դրածը է։ Չի կարաս դե դրածը տեղից վերցնել անելն է։ Էսի առանձին ստեն կա, մեկ առանձին ստեն, կամերան պատտվեց էս կողմ առանձին ստեն։ Ու այդ ամբողջ տարածքը լուսավորել է։ Սրա բարդերն է, որ մի կտորով պետք է ամեն ինչ պատահի։ Ու միած sense խնդիր կար, որ խնդիրը նենց էր դրված, որ ինքը սինեմատիկ լինի, այսինքն բնական լույսի նման լինի, ոչ թե լինի բան հատուկ արհեստական միջամտում լինի։ Դա ավելի էր բարդ տեսնել։ Ուզում եք, բայց այդտեղ թեքվեք, դրեք այնտեղ մի քիչ բան։ Անցի, հետ դեն։ Արի, լավ է։ Դեստեյս կապել կարողացնել, դրանով Правда, Люся. Գնա պետք չի։ Ո՞վ ամեն հարկի իր անելնի։ Գնա։ Գնա պետք չի, գնա։ Որը ինչքան ժամ Կոնկրետ տարածքի վրա բան ես շոու ես։ Հա, դու ռեալ time գնում ես, էլի, փոք չկա։ Ամբողջ գործը դիտելա։ Այն սիրում ես։ Ժամանակին Ծակ մի հատ կելվին կնայես։ Ինչ դուրս են գալու ապե։ Ախնիստը մարդ է, չէ՞։ Հիմա դիրա դուրս են գալիս։ Հա, ինչ թերան դες վերել է իրան։ Մի հատ Ինչ մարդ է, չէ՞։ Ախնիստը Դու սարը։
Հիմա երկրորդ ֆոտոը վերանորոգվի։ Հա։ Մենք այս ֆոտոն անել ենք, ինքը օպերային թատրոնին էր, նույնիսկ Կարապլիգիչը, ժամանակ սրճարաններ բաներ չկար, և հրապարակը կոչվում էր թատերական հրապարակ, աշտի ազատության և պրոյեկտով ամբողջ տարածքը, 'ս առաջնի դարպասներ բներ։